Նա ժամանեց էլեգանտ, բայց ներքուստ կասկածներով լի, ծանոթ վզնոցը մեկ այլ պարանոցի վրա ամեն ինչ փոխեց, ամոթը եկավ բոլորի առջ, դաժան ու հաշվարկված, բայց այդ պահին նրա ներսում ինչ-որ բան արթնացավ, եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշել, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով. Գրանդ Պալատ հյուրանոցի սրահը, Երանի կենտրոն թաղամասի սրտում, փայլում էր Եվրոպայից ներկրված բյուրեղապակյա ջահերի տակ, յուրաքանչյուր մանրուք մտածված էր տպավորելու համար, սկսած սպիտակ խոլորձներից, որոնք ռազմավարականորեն դասավորված էին հսկայական կոմպոզիցիաներում, մինչ լարային քառյակը, որը նվագում էր նուրբ մեղեդիներ, մինչ հյուրերը մեկ առ մեկ ժամանում էին, ցուցադրելով իրենց ամենաթանկ զարդերն ու հայտնի դիզայներների կողմից ստորագրված զգեստները։ Այդ շաբաթ երեկոյան, հոկտեմբերի վերջին, խոստանում էր լինել իրանյան բարեգործական սեզոնի ամենաքննարկվող իրադարձությունը, Եվան Ալբանդյանը խորը շունչ քաշեց մեքենայից դուրս գալուց առաջ, նրա նուրբ ու դողդոջուն ձեռքերը հարթեցին մուգ կապույտ մետաքսե զգեստը, որն էլեգանտորեն ընկնում էր 6-ամսյա հղի փորի վրա։ Կտորը ազնիվ էր, կտրվածքը կատարյալ, բայց նա գիտեր, որ աշխարհի ոչ մի զգեստ չէր կարողանա թաքցնել այն անհանգստությունը, որը նա զգում էր ներսում։ Նրա կողքին Ռուբեն Մանուկյանը, իր ամուսինը 4 տարի շարունակ, կարգավորեց իր իտալական փողկապի հանգույցը։ Առաջարկեց իր ձեռքը ժպիտով, որը չէր հասնում աչքերին, այդ ժեստը, որը մի օր նշանակում էր պաշտպանություն մտերմություն, այժմ թվում էր ընդամենը բեմադրություն տեսախցիկների համար, որոնք արդեն սկսել էին թարթել նրանց շուրջը։ Լուսարձակները անդադար բռնկվում էին, սոցիալական լրագրողները բղավում էին հարցեր հղիության, ընկերության, այն ազնիվ գործին նրանց ներդրման մասին, որը նպատակ ուներ օգնել կարիքավոր երեխաներին, Ռուբենը պատասխանում էր այնպիսի հեշտությամբ, ասես դրա համար էր ծնվել։ 38-ամյա գործարարը, ով ղեկավարում էր պետության խոշորագույն շինարարական ընկերություններից մեկը, միշտ ճիշտ խոսքն ուներ լեզվի ծայրին, միշտ այդ հաշվարկված հմայքով, որը հիացնում էր ներդրողներին, զայրացնում մրցակիցներին, Եվան ժպտում էր նրա կողքին, բայց նրա ժպիտը լավ մարզված դիմակ էր, ամիսների արդյունք, սովորելով թաքցնել այն ցավը, որն աճում էր իր ներսում, երեխայի հետ միասին, երբ վերջապես անցան կարմիր գորգը, մտան օթորակիչով սրահ, Եվան թրթիռ զգաց ողնաշարի վրա, դա օթորակիչը չէր։ Դա ավելի խորն էր։ Գրեթե կանխազգացում, նրա աչքերը սկանավորեցին շրջակայքը, շուտով գտան այն, ինչ փնտրում էին, նույնիսկ եթե չէր ուզում դա խոստովանել իրեն, սրահի մյուս կողմում, ֆրանսիական շամպայնի բարի մոտ, կանգնած էր Մարիամ Տեր-Հովհաննիսյանը, Ռուբենի ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրենը, եւ նա շլացուցիչ էր, կարմիր զգեստը, որը կրում էր Մարիամը, վերահսկվող սկանդալ էր, բավականաչափ կիպ, հասկանալ տալու, որ այդ մարմինը ձավորվել էր թանկարժեք մարզասրահներում, պահպանվել գրեթե զինվորական կարգապահությամբ, նրա շագանակագույն մազերն ընկնում էին կատարյալ ալիքներով մերկ ուսերին, կարմիր շրթներկը ճիշտ համապատասխանում էր զգեստի գույնին, բայց դա այս ամենը չէր, ինչը ստիպում էր Եվայի սիրտը սեղմվել կրծքի մեջ, դա վզնոցն էր, այդ անիծյալ սպիտակ ոսկուց վզնոցը, սիրտի ադամանդե կախազարդով, որը փայլում էր լույսերի տակ որպես միտումնավոր վիրավորանք, որպես թշնամու տարածքում ցուցադրված պատերազմի գավաթ, Եվան լավ էր ճանաչում այդ վզնոցը, շատ լավ, դա հարսանեկան տարեդարձի նվեր էր, որը Ռուբենը տվել էր նրան 2 տարի առաջ։ Մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, այն ժամանակ նա հուզմունքից լացել էր, բացելով կապույտ Թիֆանիի տուփը, պահել էր այդ զարդը որպես սիրո խորհրդանիշ, որը հավատում էր, որ հավերժական է, բայց 6 ամիս առաջ, սովորական հինգշաբթի կեսօրին, վզնոցը պարզապես անհետացել էր նրա զարդատուփից, Ռուբենն ասել էր, որ նա պետք է այն այլ տեղ դրած լիներ, որ մոռացկոտ է դառնում հղիության պատճառով, որ դա նորմալ է, Եվան նույնիսկ կասկածել էր իրեն, մեղադրել հորմոններին, հավատացել իր սեփական շփոթությանը, մինչ այդ պահը։ Մինչ տեսնել այդ վզնոցը մեկ այլ կնոջ պարանոցին, այն կնոջ, ում հետ իր ամուսինն ավելի շատ ժամանակ էր անցկացնում, քան իր հետ, Ռուբենը բաց թողեց Եվայի ձեռքը, հենց որ մտան սրահ, մրմնջաց ինչ-որ բան կարո ներդրողներին ողջունելու մասին անհետացավ փողկապով տղամարդկանց խմբերի մեջ, ովքեր բիզնես էին քննարկում, մինչ կանայք խոսում էին ծով ճանապարհորդությունների այն մասին, թե որ պլաստիկ վիրաբույժն էր լավագույնը Բաղրամյան պողոտայում, Եվան մնաց այնտեղ, կանգնած, մենակ կղզի կեղծ մարդկանց վաճառված ժպիտների օվկիանոսի մեջ, հենց այդ ժամանակ նա նկատեց հայացքները, շատ նուրբ, պատահական լինելու համար, շատ ինտենսիվ, անմեղ լինելու համար, որոշ կանայք շշնջում էին գինու բաժակների հետում, նրանց աչքերը Եվայից անցնում էին Մարիամին, Մարիամից, Ռուբենին, ձավորելով այն եռանկյունին, որը բոլորն այնտեղ կարծես թե գիտեին, բացի պատմության գլխավոր հերոսուհուց, մինչ մի քանի ամիս առաջ, նա զգաց, թե ինչպես են այտերը այրվում, բայց պահպանեց ուղիղ կեցվածքը, գլուխը բարձր, ինչպես իր մայրը միշտ սովորեցրել էր նրան։
Նալբանդյանը հանրության առջ թուլություն չի ցուցաբերում, Հելենը, նրա միակ իսկական ընկերուհին դիոր հագած օձերի այդ միջավայրում, հայտնվեց նրա կողքին, 2 բաժակ բնական նարնջի հյութով։ Հելենը ամուսնացած էր ընկերության փոքրամասնության բաժնետերերից մեկի հետ ճանաչում էր Եվային քոլեջի տարիներից, մինչ կազմակերպված ամուսնությունների սեր քողարկող ֆինանսական շահերի այդ ամբողջ կրկեսը, նա միտումնավոր է քեզ հրահրում, շնջաց Հելենը, բաժակներից մեկը տալով Եվային, ուզում է, որ դու տեսարան ստեղծես։ Կորցնես քո ինքնատիրապետումը, մի տուր նրան այդ հաճույքը, Եվան դողդոջուն ձեռքերով ընդունեց բաժակը, գիտեմ, պատասխանեց նա մեղմորեն, բայց ձայնը կոտրվում էր, դա իմ վզնոցն է, Հելեն, վզնոցը, որը Ռուբենը ինձ նվիրեց։ Հելենը ամուր սեղմեց ընկերուհու ձեռքը, լուր համերաշխության ժեստով, գիտեմ, սիրելիս, այստեղ բոլորը գիտեն, եւ հենց դրա համար է, որ դու պետք է գլուխդ բարձր պահես, մի թույլ տուր, որ քեզ ոչնչացնեն, բայց Հելենի խոսքերը, որքան էլ բարի մտադրությամբ լինեին, թվում էր, թե դատարկ էին հնչում։ Եվայի կրծքի մեջ, ինչպես պահել գլուխը բարձր, երբ ամուսինը բացահայտորեն սիրախաղ էր անում սիրուհու հետ մի քանի մետր հեռավորության վրա, ինչպես ծածնել, թե ամեն ինչ կարգին է, երբ իր որովայնում կրած երեխան աճում էր ստերի ու դավաճանությունների միջավայրում, ինչպես շպտալ այդ մարդկանց, ովքեր նայում էին նրան վատ քողարկված խղճահարությամբ, ովքեր շշնջում էին նրա անունը, ասես դա երեկոյի կատակը լիներ։ Ընթրիքը մատուցվեց 10 տեղանոց կլոր սեղանների շուրջ, որոնք զարդարված էին ավելի շատ սպիտակ ծաղիկներով։ Անուշաբույր մոմերով, Եվային նստեցրին գլխավոր սեղանին Ռուբենի կողքին, ինչպես պահանջում էր արարողակարգը, Մարիամը, ռազմավարականորեն, 3 տեղ ձախ էր, ֆրանսիացի ներդրողի պատգամավորի կնոջ միջ, ամբողջ ընթրիքի ընթացքում Եվան հազիվ էր դիպչում։ Ուտելիքին, թե հղի էր պետք է ուտեր, յուրաքանչյուր պատառ թվում էր, թե կոկորդից անցնում է որպես մանրացված ապակի, Ռուբենը աշխույժ զրուցում էր հյուրերի հետ, կատակներ էր պատմում, բարձր ծիծաղում, կենացներ էր անում, ոչ մի պահ չնայեց կնոջը։ Ոչ մի պահ չհարցրեց, թե արդյոք նա լավ է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի, արդյոք երեխան շարժվում է։ Մարիամն էր, ով առաջինը վեր կացավ, երբ տորթը բերեցին, 5 հարկանի տորթ, ձյունի պես սպիտակ, ծածկված գլազուրով շաքարի ծաղիկներով, նույնքան չափազանցված, որքան այլ։ Գիշերվա ամեն ինչ, հասարակայնության հետ կապերի տնօրենը, միշտ արդյունավետ իր միջոցառումների կազմակերպչի դերում, վերցրեց խոսափողը, սկսեց ելույթ, բարեգործության կարողության մասին, այն մասին, թե ինչպես էր Ռուբեն Մանուկյանի ընկերությունը նվիրված սոցիալական գործերին, այն մասին, թե ինչպես էր այդ գիշեր հույս ներկայացնում բազմաթիվ կարիքավոր երեխաների համար, Եվան ամեն ինչ դիտում էր կոկորդում խեղդվող արտասուքով, դիտում էր, թե ինչպես էր Մարիամը ժեստեր անում, վստահ հզոր, այդ բեմի տերը, դիտում էր, թե ինչպես էր Ռուբենը նայում նրան վատ քողարկված հիացմամբ, դիտում էր, թե ինչպես էր վզնոցը ճոճվում նրա պարանոցին ամեն անգամ, երբ շարժվում էր որպես հիպնոսական սադրանք, եւ հետո դա տեղի ունեցավ, Մարիամը, մինչ տորթը կտրելու ցուցադրություն էր անում պաշտոնական լուսանկարի համար, ծայթաքեց, կամ գոնե այդպես թվաց, նրա շատ բարձր կրունկները տեղի տվեցին, նրա մարմինը կորցրեց հավասարակշռությունը դեպի առաջ, տորթի կտորը, որը նա բռնած էր արծաթե բահիկով, թռավ դեպի Եվան, դանդաղ շարժումով, կամ գոնե այդպես թվաց նրանց, ովքեր ապրեցին այդ պահը, սպիտակ զանգվածը, ծածկված շաքարային գլազուրով, անցավ 1.5 մետրը, որը բաժանում էր 2 կանանց, շպրտվեց Եվայի գրկին, նրա մուգ կապույտ զգեստը ներկելով կրեմային սպիտակի պայթյունով։ Ամբողջ սրահը լռեց 1 վայրկյանի փոքր մասով, ընդամենը մի մասնիկ, այդ պահը կախված էր ժամանակի մեջ, որտեղ ամեն ինչ դեռ կարող էր այլ լինել, բայց հետո սկսվեցին շշուկները, սկզբում մեղմ, աստիճանաբար աճելով, ինչպես ալիքը, որը ձավորվում է ծովում, նախքան ավազին կոտրվելը, որոշ հյուրեր ծիծաղեցին։ Զսպված ամաչկոտ ծիծաղներ, բայց այնուամենայնիվ ծիծաղներ, մյուսները ձեռքերը դրեցին բերանին, ցնցված բջջային հեռախոսները դուրս եկան գրպաններից, պայուսակներից, տեսախցիկները շրջվեցին, գրավելու հանրային նվաստացման պահը, Եվան անշարժ մնաց աթոռին։ Գլազուրը հոսում էր իր թանկարժեք զգեստով, զգալով հարյուրավոր հայացքների ծանրությունը իր վրա, իր որովայնի ներսում երեխան ուժեղ շարժվեց, ասես զգալով այն էմոցիոնալ փոթորիկը, որը ցլում էր մոր մարմինը, նա բնազդաբար ձեռքը դրեց որովայնին, մայրական պաշտպանության այդ համընդհանուր ժեստը, ինչ-որ բան նրա ներսում կոտրվեց, դրանք արցունքներ չէին, որոնք սպառնում էին թափվել նրա աչքերից, դա ավելի խորն էր, ավելի պարզունակ, դա բարկություն էր, դա հոգնածություն էր, դա չափից դուրս ոտնահարված արժանապատվություն էր։ Մարիամը մոտեցավ անձեռոցիկով ձեռքին, ծածնելով, թե մահացած է, ախ, Աստված իմ, Եվա, շատ եմ ներողություն խնդրում, դա պատահաբար էր, երդվում եմ, այդ կրունկները, սայթաքուն հատակը, ես չտեսա, ներողություն, ներողություն։ Բայց նրա աչքերը ներողություն չէին խնդրում։
Նրա աչքերը փայլում էին շատ տարբեր բանով՝ բավարարվածություն, հաղթանակ, հաշվարկված դաժանություն։ Ռուբենը վերջապես վեր կացավ, բայց ոչ թե կնոջը մխիթարելու համար, նա վեր կացավ հյուրերին հանդարտեցնելու, իրավիճակից կատակ անելու և այն նվաստացումը անեկդոտային բանի վերածելու, որի վրա բոլորը կարող էին ծիծաղել, մոռանալ։ Ահ, այսպիսի բաներ լինում են, չէ՞ ժողովուրդ, լավ է, որ կարմիր գինի չէր, և շրջվեց դեպի Մարիամը ինքնագոհ ժպիտով։ Հանգիստ եղիր, Մարի, դա պատահականություն էր, բոլորը տեսան, Մարի, նա նրան կոչեց Մարի, բոլորի արջ, հղի կնոջ արջ, ծածկված տորթով, այդ ինտիմ ծանոթությամբ, որը գոյություն ունի միայն այն մարդկանց մեջ, ովքեր շատ ավելին են կիսում, քան աշխատանքային միջավայրը, և անդանդաղ վեր կացավ, գլազուրը կաթում էր մարմարե հատակին, փոքրիկ սպիտակ լճակներ ձավորելով նրա ոտքերի մոտ, նա նայեց Ռուբենին, Մարիամին, բոլոր այդ դեմքերին, ովքեր նրան դիտում էին, ասես նա երեկոյի զվարճանքի մի մասը լիներ, և հասկացավ, ցավալի։ Միաժամանակ ազատագրող պարզությամբ, որ այդտեղ լիովին մենակ էր, նա այնտեղ դաշնակիցներ չուներ, պաշտպանություն չուներ, նա ուներ միայն իր աճող որովայնը, իր շարժվող երեխան, մի ճշմարտություն, որը այլս չէր կարող անտեսել։ Իր ամուսնությունը սուտ էր, իր կյանքը գեղեցիկ, նա չափից շատ ժամանակ եղել էր իր սեփական նվաստացման հանցակիցը, առանց մի խոսք ասելու, նա քայլեց դեպի սրահի ելքը, յուրաքանչյուր քայլ հսկայական ջանք էր, ոչ թե հղիության ծանրության, այլ ամոթի ցավի ծանրության պատճառով, որը նա կրում էր, հյուրերը հեռանում էին ճանապարհ բացելով, ասես նա վարակիչ լիներ, ոչ ոք օգնություն չառաջարկեց, ոչ ոք չհարցրեց, թե արդյոք նա լավ է, պարզապես նայում էին, լուսանկարում, շնջում։ Հելենը վազեց նրա հետից հյուրանոցի միջանցքներում, Եվա, սպասիր, ես քեզ տուն կտանեմ, դու չես կարող այսպես մեքենա վարել, բայց Եվան չէր ուզում տուն գնալ, այդ տունը իր թանկարժեք կահույքով իսկական սիրուց դատարկ պատերով, այլս իր տունը չէր, նա չգիտեր, թե ուր էր ուզում գնալ, բայց գիտեր, որ այնտեղ չէր կարող մնալ ոչ մի վայրկյան ավել, հենց այդ ամայի միջանցքում էր, լույսերից տեսախցիկներից հեռու, որ Եվան վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել, նա փլվեց կարմիր թավշյա բազմոցին, վերելակների մոտ, մինչ Հելենը նստեց նրա կողքին բռնեց նրա ձեռքը, երեխան շարունակում էր շարժվել, ասես փորձում էր հիշեցնել նրան, որ դեռ կյանք կար ներսում, դեռ հույս կար, դեռ պատճառներ կային առաջ գնալու համար, բայց այդ պահին Եվան չէր կարողանում հույս տեսնել, կարողանում էր միայն ցավ զգալ։ Եվ բարկություն, շատ բարկություն, այն, ինչ նա չգիտեր, մինչ լացում էր այդ միջանցքում, այն էր, որ փոքրիկ անվտանգության տեսախցիկները գրավել էին ամեն ինչ, նվաստացման յուրաքանչյուր վայրկյանը, ծայթակման յուրաքանչյուր անկյունը, որն այդքան էլ պատահական չէր, և նա չգիտեր, որ հենց այդ պահին 100 կիլոմետրից ավելի հեռու Սանի իր ծովափնյա տանը, մոխրագույն մազերով, բայց կայսերական կեցվածքով մի կին դիտում էր այն պատկերները, որոնք վստահելի անվտանգության աշխատակիցը նոր էր ուղարկել նրան, Մարինե Նալբանդյանը։ Նալբանդյանների ընտանիքի մայրապետը, հայկական բիզնեսի ամենահզոր կանանցից մեկը, սեղմեց բռունցքները, տեսնելով իր դստերը այդպես նվաստացված, նա 4 տարի առաջ հեռացել էր Եվայի կյանքից, ընտանեկան տարաձայնության պատճառով, որը հենց Ռուբեն Մանուկյանի հետ ամուսնությունն էր։ Մի մարդու, ում Մարինեն երբեք չէր հավանել, բայց այժմ, տեսնելով այդ պատկերները, նրա ներսում արթնացավ ինչ-որ նախնական կատաղի բան, ոչ ոք չէր նվաստացնում Նալբանդյանին, ոչ ոք, նա վերցրեց հեռախոսը 3 զանգ կատարեց, առաջինը՝ իր անձնական փաստաբանին, երկրորդը՝ մասնավոր դետեկտիվին, ով տասնամյակներ շարունակ աշխատում էր ընտանիքի համար, երրորդը՝ իր վարորդին, 1 ժամվա ընթացքում նա կլիներ Երանում, և երբ Մարինե Նալբանդյանը ժամաներ, խաղը լիովին կփոխվեր, բայց այս ամենը Եվան դեռ չգիտեր, այդ պահին, մենակ հյուրանոցի միջանցքում, կեղտոտված զգեստով ջարդված սրտով, նա իրեն աշխարհի ամենապարտված մարդն էր զգում, երեխան նորից շարժվեց, այս անգամ ավելի ուժեղ, նա 2 ձեռքը դրեց որովայնին, ես քեզ կպաշտպանեմ, շշնջաց նա դեռ չծնված որդուն, չգիտեմ, թե ինչպես, բայց կպաշտպանեմ, խոստանում եմ, և մինչ նա տալիս էր այդ խոստումը, ինչ-որ բան սկսեց փոխվել նրա ներսում, դա դեռ փոքր էր, փխրուն։ Ինչպես սառույցի բլոկի առաջին ճաքը, բայց այնտեղ էր, ուժի սերմը, որը նա չգիտեր, որ ուներ, վստահությունը, որ նա չէր ընկնի առանց պայքարի, որ իր որդին չէր մեծանա, տեսնելով մորը նվաստացված, որ նա հասել էր հատակին։ Այժմ միայն մեկ հնարավոր ճանապարհ կար՝ դեպի վեր, միջանցքի լույսերը թարթեցին, ազդարարելով սրահում գլխավոր իրադարձության ավարտը, շուտով հյուրերը կսկսեին դուրս գալ, կանցնեին նրա կողքով, նորից կնայեին, կշնջային, բայց Եվան, այդ սարսափելի գիշերվա մեջ առաջին անգամ, չէր մտածում դրա մասին, թող նայեին, թող խոսեին, որովհետև այն կինը, ով նստած էր այդ բազմոցին, այլս նույնը չէր, ով ժամեր առաջ մտել էր միջոցառում, ինչ-որ հիմնարար բան կոտրվել էր, այո, բայց այդ գործընթացում սկսում էր ծնվել ինչ-որ նոր բան, և այդ բանը ուներ անուն, ուժ։
Հելենը մնաց նրա կողքին լուռ, հարգելով պահը, մխիթարություն առաջարկելով միայն իր ներկայությամբ, եւ այդպես միասին այդ միջանցքում նրանք սպասեցին, մինչ դրսում, երանում դրանից դուրս, անտեսանելի մեխանիզմները սկսում էին շարժվել, հող նախապատրաստելով այն ամենի համար, ինչը գալու էր, այն փոթորկի համար, որը գալու էր, այն արդարության համար, որը պետք է իրականացվեր, որովհետև այս պատմությունը նոր էր սկսվում, ասեք ինձ, թե ինչ կարծիք ունեք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե այն ինչպես կավարտվի։ Արշալույսը ցուրտ եկավ երանյան չափանիշներով, Եվան նստած էր Հելենի բնակարանի պատշգամբում, ծածկված բրդյա ծածկոցով, դիտելով քաղաքի լույսերը, որը երբեք լիովին չէր քնում, նա հրաժարվել էր տուն գնալ, կենտրոնի այն բնակարանը, որը կիսում էր Ռուբենի հետ, որտեղ յուրաքանչյուր սենյակ պահպանում էր երջանկության հիշողություններ, որը նա այժմ հասկանում էր, որ հորինված էր։ Հելենը չհամառեց, պարզապես պատրաստեց հյուրասենյակը, բերեց երիցուկի թեյ, մնաց այնտեղ, լուռ համերաշխությամբ, մինչ Եվան վերջապես դադարեց լացել։ Եվայի բջջային հեռախոսը անդադար թրթռում էր, հենց որ հյուրանոցից դուրս էին եկել, հաղորդագրություններ, զանգեր, սոցիալական ցանցերի ծանուցումներ, ինտերնետը կատարել էր իր աշխատանքը դաժան արդյունավետությամբ, միջադեպի տեսանյութերը արդեն շրջանառվում էին սենսացիոն վերնագրերով, մեկնաբանություններով, որոնք տատանվում էին կարեկցանքից մինչ ամենադաժան ծաղրը, գործի մասին հեշթեգերն արդեն թրենդային էին, հանրային միջոցառման ժամանակ նվաստացված հղի կինը զվարճանքի առարկա էր դարձել միլիոնավոր մարդկանց համար, ովքեր նրան չէին ճանաչում, ովքեր երբեք չէին իմանա նրա իրական ցավը, բայց ովքեր իրենց իրավունք էին զգում կարծիք հայտնել նրա կյանքի մասին։ Ռուբենը զանգահարել էր 17 անգամ, ուղարկել 43 հաղորդագրություն, Եվան կարդաց միայն առաջին 3-ը, նախքան նրան արգելափակելը, բոլորը հետում էին նույն օրինակին։ Նվազեցնել կատարվածի կարողությունը, մեղադրել նրան միջոցառումից դուրս գալու համար, մեղադրել նրան անհարկի դրամա սարքելու մեջ, դրանցից ոչ մեկում նա չհարցրեց, թե արդյոք նա լավ է, արդյոք երեխան լավ է, դրանցից ոչ մեկում նա իսկապես ներողություն չխնդրեց։ Երբ առը սկսեց ծագել, երկինքը նարնջագույն երանգներով ներկելով շենքերի մոխրագույն հորիզոնի վրա, Հելենը դուրս եկավ պատշգամբ, 2 բաժակ թարմ սուրճով, դու պետք է հանգստանաս, մեղմորեն ասաց նա, 1 բաժակը տալով Եվային, երեխան կարիք ունի, որ դու հանգստանաս։ Եվան ընդունեց սուրճը, բայց չխմեց, պարզապես բաժակը բռնեց ձեռքերի մեջ, զգալով ջերմությունը սառը ափերի դեմ։ Ինչպես թույլ տվեցի, որ այս կետին հասնի, Հելեն, երբ դարձա այս կինը, այս ստվերը, որն ընդունում է փշրանքներ, դա սեր է անվանում։ Հելենը նստեց ընկերուհու կողքին, զգուշությամբ ընտրելով բառերը, դու չես դարձել այդ կինը, Եվա, դու միշտ ուժեղ ես եղել, բայց Ռուբենը մանիպուլյատոր է, նա ճշգրիտ գիտի, թե որտեղ սեղմել, քեզ ստիպելու համար կասկածել քո սեփական անձին, այդպես են գործում նրա նման տղամարդիկ, նրանք դանդաղ են ոչնչացնում, թույնի հոմեոպաթիկ դոզաներով, մինչ դու այլս չես ճանաչում, թե ով էիր, մինչ Եվան կկարողանար պատասխանել, բնակարանի զանգը հնչեց, Հելենը հոնքերը կնճռեց, այդքան շուտ հյուրեր չէր սպասում։ Դռնապանի միջոցով մի տղամարդու քաղաքավարի ձայնը ներկայացավ որպես տիկին Մարինե Նալբանդյանի վարորդ, Եվայի սիրտը սկսեց արագ բաբախել, իր մայրը, այստեղ, գրեթե բացարձակ լռությունից 4 տարի հետո, Մարինե Նալբանդյանը մտավ բնակարան, որպես էլեգանտության մեջ զսպված բնության ուժ։ 62 տարեկան հասակում նա կրում էր անթերի սպիտակ կոստյում, մոխրագույն մազերը հավաքված ցածր կապում, նուրբ, բայց կատարյալ դիմահարդարում, նրա աչքերը, նույն մեղրագույն երանգի, ինչ Եվայինը, սկանավորեցին շրջակայքը, մինչ գտան դստերը դեռ պատշգամբում, մի պահ մայր ու դուստր պարզապես նայեցին միմյանց, դռան ապակու միջով, 4 տարվա ցավ, հպարտություն չասված սեր, տատանվելով նրանց միջ որպես անտեսանելի անդունդ, Մարինեն էր, ով առաջինը շարժվեց։ Նա անցավ սենյակը, վճռական քայլերով բացեց պատշգամբի դուռը։ Եվան բնազդաբար վեր կացավ, ասես նորից դառնալով այն աղջիկը, ով հարգում վախենում էր մայրական իշխանությունից հավասար չափով, մայր սկսեց ասել, բայց Մարինեն բարձրացրեց ձեռքը, լռություն խնդրելով, ոչ, ասաց Մարինեն, նրա ձայնը ամուր էր, բայց ոչ կոշտ։ Դու չես բացատրի, դու չես արդարանա, ես ամեն ինչ տեսակ, թե ինչ արեցին քեզ հետ, եւ եկա իմ դստերը տանելու, եւ անզգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում, բոլոր պաշտպանական մեխանիզմները, որոնք նա կառուցել էր վերջին 4 տարիների ընթացքում։ Անկախության հպարտության ամբողջ զրահը միանգամից փլվեցին, նա ընկավ մոր գիրկը, որպես երեխա, վերջապես, այդքան երկար զսպելուց հետո, փլվեց խորը, ներքին լացի մեջ, որը գալիս էր նախորդ գիշերվա նվաստացումից շատ ավելի հեռու տեղից։ Գալիս էր տարիների քողարկված մենությունից, չպատասխանված սիրուց, ծածնելուց, թե ամեն ինչ կարգին է, երբ ոչինչ կարգին չէր, Մարինեն ամուր բռնեց դստերը, մի ձեռքով շոյելով նրա մազերը, ինչպես անում էր, երբ Եվան փոքր էր արթնանում էր մղձավանջներից։ Բայց նրա աչքերը, դստեր գլխի
Վրայից մաքուր պողպատից էին, Հելենը ճանաչեց այդ հայացքը, դա պատերազմ հայտարարող կնոջ հայացքն էր, 2 ժամ անց 3 կանայք նստած էին խոհանոցի սեղանին։ Մարինեն իր վրա էր վերցրել իրավիճակի կառավարումը այն բնականությամբ, ասես ծնվել էր առաջնորդելու համար։ Նա զանգեր էր արել, հրամաններ տվել, մոբիլիզացրել իր կապերի ցանցը։ Սեղանին շագանակագույն պանակը արդեն սկսել էր լցվել փաստաթղթերով, որոնք նոր էր բերել սուրհանդակը։ Եվան նայում էր այդ թղթերին, լիովին չհասկանալով։ Դրանք բանկային քաղվածքներ էին, կորպորատիվ ուղղությունների գրառումներ, Ռուբենի ընկերության ֆինանսական հաշվետվություններ։ Ինչպես հասցրեցիր այդքան արագ ստանալ, հարցրեց նա, դեռ շփոթված։ Մարինեն մի կում սուրճ խմեց, նախքան պատասխանելը։ Սիրելիս, երբ դու ունես ճիշտ ռեսուրսներ, գիտես, թե որտեղ փնտրել, տեղեկատվությունը ամենահեշտ ձեռք բերվող ապրանքն է։ Եվ ես միշտ գիտեի, որ այդ մարդը փտած էր։ Պարզապես հույս ունեի, որ սխալվում էի քո պատճառով։ Բայց չէի սխալվում։ Նա բացեց պանակը, սկսեց մատնացույց անել թվեր, ամսաթվեր, անհամապատասխանություններ։ Նրա դետեկտիվը, Պողոս Հարությունյան անունով մի մարդ, ով Նալբանդյանների ընտանիքի համար աշխատում էր 20 տարի, ամբողջ գիշեր փորփրել էր։ Եվ այն, ինչ նա գտել էր, շատ ավելի վատ էր, քան պարզապես ամուսնական դավաճանությունը։ Ռուբենը առնվազն 2 տարի շեղում էր միջոցներ իր սեփական ընկերությունից։ Սկզբում փոքր գումարներ, որոնք աճում էին կախված նրա վստահությունից։ Կեղծ կորպորատիվ ուղղություններ, ուրվական ընկերությունների հետ պայմանագրեր, կեղծված հաշիվ ապրանքագրեր։ Ամեն ինչ շատ լավ քողարկված էր, ամեն ինչ կարծես թե օրինական էր պաշտոնական գրքերում։ Բայց ճաքերն այնտեղ էին, տեսանելի նրանց համար, ովքեր գիտեին, թե որտեղ նայել։ Իսկ Մարիամը, հարցրեց Եվան, նրա ձայնը ընդամենը շշուկ էր։ Նա գիտեր։ Մարինեն մի քանի էջ շրջեց, մինչ գտավ այն, ինչ փնտրում էր։ Լուսանկարներ։ Մարիամը, Ռուբենը տարբեր իրավիճակներում։ Կոմիտասի շքեղ ռեստորանում։ Արաբկիրի հյուրանոց մտնելիս։ Օդանավակայանում Գյումրի մեկնելիս հանգստյան օրերին, երբ Ռուբենն ասել էր, որ կարոր հանդիպումների է։ Եվ բոլոր լուսանկարներում նրանց միջ ինտիմությունը չափազանց ակնհայտ էր, ժխտելու համար։ Նա ոչ միայն գիտեր, ասաց Մարինեն, չոր ժեստով փակելով պանակը։ Նա հանցակից է։ Այդ ուրվական ընկերություններից մի քանիսը գրանցված են նրա հարազատների անունով։ Նա օգնել է կազմակերպել սխեման։ Եվ դու, իմ դուստր, կատարյալ ծխածածկույթ էիր։ Նվիրված կինը, հղի, որը օրինականացնում էր ընտանիքի մարդու կերպարը, որը նրան անհրաժեշտ էր ներդրողների համար։ Եվան սրտխառնոց զգաց կոկորդում։ Նա վազեց զուգարան փսխեց, չգիտեր, հղիության սրտխառնոցից, թե նոր հայտնաբերածից զզվանքից։ Երբ վերադարձավ, գունատ դողդոջուն, մորը գտավ հեռախոսով խոսելիս, նրա ձայնը մեղմ էր, բայց հեղինակավոր։ Հելենը պատրաստել էր տոստեր նարնջի հյութ, պնդելով, որ Եվան պետք է ինչ-որ բան ուտի։ Մենք հանդիպում ունենք կեսօրին 3-ին, հայտարարեց Մարինեն, անջատելով հեռախոսը։ Իմ փաստաբանների հետ, մենք ռազմավարություն կպատրաստենք, ամուսնալուծություն, բարոյական վնասի համար դատական հայց, կորպորատիվ խարդախության մասին բողոք, մենք կոչնչացնենք այդ մարդուն ֆինանսապես, սոցիալապես, Եվա, բայց ես կարիք ունեմ, որ դու ինձ հետ լինես դրանում, ես պետք է իմանամ, թե արդյոք դու պատրաստ ես պայքարել։ Եվան նայեց իր ձեռքերին, ոսկե մատանուն, որը դեռ կրում էր մատին, դանդաղորեն, սկսեց հանել այն, հեշտ չէր դուրս գալիս, մատները այտուցված էին հղիության պատճառով։ Բայց նա վճռականորեն քաշեց։ Մինչ մատանին վերջապես դուրս եկավ, նա դրեց այն սեղանին, ամուսնու դավաճանության փաստաթղթերի միջ, ես պատրաստ եմ, ասաց նա, նրա ձայնը չդողաց, մինչդեռ քաղաքի մյուս կողմում Ռուբեն Մանուկյանն ապրում էր իր կյանքի ամենավատ առավոտը։ Նա արթնացել էր ընկերության գրասենյակի բազմոցին, կախվածությամբ ճմրթված կոստյումով։ Չափից շատ էր խմել այն բանից հետո, երբ Եվան լքել էր միջոցառումը, փորձելով մոռացության մատնել այն անհանգստությունը, որը նա զգում էր, թեկուզ երբեք բարձրաձայն չէր խոստովանի, որ այդ անհանգստությունը մեղք էր կոչվում։ Նրա բջջային հեռախոսը անդադար զանգում էր։ Սկզբում ընկերության գործընկերներն էին, անհանգստացած վիրուսային տեսանյութի բացասական արձագանքից։ Հետո նրա մամուլի քարտուղարներ, խուճապի մեջ սոցիալական ցանցերի մեկնաբանություններից։ Հետո նրա հայրն էր, հիասթափված հանրային սկանդալից։ Եվ Մարիամը, ով 3 անգամ զանգել էր, բայց նա չէր պատասխանել, քանի որ առաջին անգամ չէր ուզում լսել նրա ձայնը։
Այն, ինչ պետք է լիներ պարզապես իշխանության ցուցադրություն եւ այն իր տեղը դնելու միջոց, նրան հիշեցնելու, որ նա էր տնօրինում այդ հարաբերություններում, վերածվել էր հասարակայնության հետ կապերի մղձավանջի։ Ռուբենը հիմար չէր։ Նա գիտեր ճանաչել, երբ թերագնահատել էր իրավիճակը։ Եվ հիմա վնասն արդեն հասցվել էր։ Նա նորից փորձեց զանգել Եվային։ Համարն արգելափակված էր։ Հաղորդագրություն ուղարկեց WhatsApp-ով։ Միայն մոխրագույն նշան, նա նույնիսկ չէր ստացել այն, կամ էլ նա էլ էր արգելափակված։ Փորձեց Հելենի հեռախոսը։ Ձայնային փոստարկղ։ Հենց այդ ժամանակ սկսվեց իրական խուճապը։ Եվան դրամա անողը չէր։ Երբեք չէր եղել։ Նա կուլ էր տալիս, ընդունում, ներում։ Այս բացարձակ լռությունը նոր էր։ Եվ սարսափելի։ Նրա փաստաբանը ժամանեց կեսօրին, շտապ կանչված։ Բերեց վատ լուրեր։ Շատ վատ։ Ինչ-որ մեկը ընկերության հարկային խախտումների մասին տեղեկություններ էր հրապարակել Կարոր տնտեսական թերթում։ Դեռ ոչինչ կոնկրետ, միայն ակնարկներ, բայց բավարար հարկային ծառայության աուդիտորներին հարցեր սկսել տալու համար։ Բավարար ներդրողներին նյարդայնացնելու համար։ Ռուբենը զգաց, թե ինչպես է հողը փլվում իր ոտքերի տակ։ Ինչպես հրապարակվեցին։ Ով կհրապարակեր։ Այդ փաստաթղթերը կողպված էին, պաշտպանված, թաքնված բյուրոկրատիայի շերտերում։ Բացի այն դեպքից, երբ ինչ-որ մեկը, շատ ուժով, շատ ռեսուրսներով, հատուկ նրանց հետից էր փորփրում։ Ինչ-որ մեկը, ինչպես Մարինե Նալբանդյանը։ Փաստը հասկացվեց որպես սառը ջրի դույլ։ Մարինե։ Կնոջ մայրը, ով միշտ ատել էր նրան։ Կինը, ումից նա համոզել էր Եվային հեռանալ, պնդելով, որ նա վերահսկող մանիպուլյատոր է։ Երկրի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի մայրապետը, կապերով, որոնք նա նույնիսկ չէր պատկերացնում։ Եթե Մարինեն որոշել էր մտնել կռիվ, Ռուբենը լուրջ խնդիրների մեջ էր։ Մարիամը հայտնվեց գրասենյակում առանց նախազգուշացման մոտավորապես կեսօրին 2-ին, նա կրում էր նախորդ գիշերվա նույն կարմիր զգեստը, ինչը հուշում էր, որ տուն չէր գնացել, վզնոցը, սակայն, այլս նրա պարանոցին չէր։ Ռուբենը նրան նայեց ցանկության գրգռվածության խառնուրդով, այդ կինը եղել էր իր փախուստի փականը, իր նյութականացված ֆանտազիան, այն ամենը, ինչ Եվան դադարել էր լինել հղիության պատասխանատվությունների հետ, բայց հիմա, նայելով նրան ցերեկվա կոշտ լույսի ներքո, առանց թանկարժեք հյուրանոցների, ռոմանտիկ ընթրիքների նուրբ լույսերի, նա տեսնում էր այլ բան, տեսնում էր հում ամբիցիա, հաշվարկված շահ, մենք պետք է խոսենք, ասաց Մարիամը, փակելով դուռը իր ետից, այն մասին, թե ինչ եղավ երեկ, այն մասին, թե ինչ ենք անելու հիմա։ Ռուբենը ձեռքով անցկացրեց մազերին, հոգնած, չափից շատ հեռու գնացինք, Մարիամ, տեսանյութն ամենուր է, Եվան ինձ արգելափակել է, իմ փաստաբանը դատական հայցերի մասին է խոսում, իմ հայրը ցանկանում է ինձ հեռացնել ընկերության նախագահի պաշտոնից։ Այս ամենը մի անիծյալ տորթի պատճառով։ Մարիամը ձեռքերը կրծքին խաչեց, պաշտպանողական, դու ինձ խնդրեցիր նրան իր տեղը դնել, ցույց տալ, թե ով է տնօրինում, հենց դա էլ արեցի, եւ տես։ Թե ինչ ստացվեց, Ռուբենը գրեթե բղավեց, նախքան իրեն զսպելը, այդ գրասենյակի պատերը այնքան հաստ չէին, որքան կցանկանար, հիմա ես ունեմ Երանի ամենահզոր զոքանչը, որը հավանաբար հետաքննում է իմ ծախսած յուրաքանչյուր դրամը, դու գիտես, թե ինչ է դա նշանակում, Մարիամի դեմքը գունատվեց, Մարինե Նալբանդյանը, նա ներգրավված է, երում է, որ այո, եւ եթե նա փորփրում է, կգտնի բաներ, Մարիամ, կգտնի ուրվական ընկերությունները, ուղղությունները, չափազանց թանկ պայմանագրերը, կգտնի ամեն ինչ։ Եվ երբ գտնի, միայն իմ պարանոցը չի լինի գիլյոտինի վրա, քոնն էլ կլինի, հետո լռությունը ծանր էր, լի չասված մեղադրանքներով, շատ իրական վախերով, Մարիամը, միշտ այդքան վստահ վերահսկվող, թվում էր, թե կծկվել էր կարմիր զգեստի մեջ, որը հանկարծ չափազանց անճաշակ էր թվում ցերեկվա լույսի ներքո, մինչդեռ Հելենի տանը Եվան ավարտում էր պատրաստվել փաստաբանների հետ հանդիպմանը, նա ընտրել էր նուրբ, բեժ երանգի զգեստ, մազերը հավաքել էր ցածր պոչով, օգտագործել էր միայն թեթ դիմահարդարում, անքուն գիշերվա մուգ շրջանակները քողարկելու համար, նա նայեց հայելու մեջ հազիվ ճանաչեց իրեն արտացոլող կնոջը, նրա աչքերում ինչ-որ այլ բան կար, դա երջանկություն չէր, դեռ ոչ, բայց դա վճռականություն էր, դա զսպված կատաղություն էր, դա ուժ էր, որը ծնվում էր նվաստացման մոխիրներից։ Նրա մայրը սպասում էր հյուրասենյակում, վերանայելով փաստաթղթերը իր պլանշետում, եւ այն տեսնելով հավանություն տվեց գլխով, դու գեղեցիկ ես, եւ ուժեղ, հենց այն, ինչ պետք է լինես այսօր։ Փաստաբանական գրասենյակ տանող մեքենայում Մարինեն բռնեց դստեր ձեռքը, ես պետք է, որ դու
Մի բան հասկանաս, Եվա, այն, ինչ մենք անելու ենք, վրեժխնդրություն չէ, դա արդարություն է, դա պաշտպանություն է, Ռուբենը հանցագործություններ է կատարել, Մարիամը հանցակից է, նրանք պետք է պատասխան տան դրա համար, եւ ավելի կարևոր, դու պետք է ապահով լինես ֆինանսապես էմոցիոնալ առումով, երբ քո որդին ծնվի, Եվան ետ սեղմեց մոր ձեռքը, գիտեմ, մայր, եւ գիտեմ, որ ես քեզանից հեռացա նրա պատճառով, որ թույլ տվեցի Ռուբենին համոզել ինձ, որ դու էիր խնդիրը, ներիր ինձ, որ այդքան գույր էի, Մարինեն գլուխը թափահարեց։ Աչքերը փայլում էին զսպված արցունքներով, ներելու ոչինչ չկա, դու սիրահարված էիր, եւ նա օգտվեց դրանից, բայց հիմա դու տեսնում ես, եւ մենք միասին կշտկենք դա։ Փաստաբանական գրասենյակը զբաղեցնում էր Մաշտոցի պողոտայի արտրային շենքի երկու հարկերն ամբողջությամբ։ Նրանք քաղաքի լավագույններն էին, մասնագիտացած ընտանեկան կորպորատիվ իրավունքի մեջ։ Երբ Եվան Մարինեն մտան հանդիպումների սենյակ, արդեն 3 փաստաբան էին սպասում, շրջապատված փաստաթղթերի կույտերով բացված նոթբուքերով։ Տիկին Մարինե ողջունեց նրանցից ամենատարեցը, ոսկե ակնոցներով մոխրագույն մազերով տղամարդը։ Մենք բերել ենք այն ամենը, ինչ խնդրել էիք։ Եվ պետք է ասենք, գործն ավելի վատ է, քան պատկերացնում էինք։ Հաջորդող ժամերին Եվան լսեց, թե ինչպես էր իր ամուսնությունը վերլուծվում իրավական ֆինանսական տերմիններով։ Ռուբենի յուրաքանչյուր սուտը, յուրաքանչյուր դավաճանությունը, փողի յուրաքանչյուր շեղումը վերածվում էին ապացույցների, դատական գործերի, իրավական ռազմավարությունների։ Դա ցավոտ էր։ Դա անհրաժեշտ էր։ Դա ազատագրող էր տարօրինակ կատարսիսային ձով։ Երբ դուրս եկան գրասենյակից, Արն արդեն սկսում էր մայր մտնել երանի վրա։ Երկինքը նարնջագույն էր, գրեթե կարմիր, ասես հենց քաղաքն էր ճանաչում, որ ինչ-որ հսկայական բան էր կատարվում։ Մարինեն առաջարկեց Եվային տանել իր տուն, սան մայրաքաղաքի քաոսից հեռու, որտեղ նա կարող էր հանգստանալ խաղաղությամբ ապաքինվել։ Եվան անվարան ընդունեց։ Մեքենայում մինչ երանը հետ էր մնում, Եվան ձեռքը դրեց որովայնին զգաց, թե ինչպես է երեխան հարվածում։ Բար, փոքրիկ, շշնջաց նա։ Քո մայրիկը սովորում է ուժեղ լինել։ Սովորում է պայքարել։ Եվ երբ դու ծնվես, կգտնես մի մայր, ով այլս երբեք չի ընդունի, որ իրեն նվաստացնեն։ Խոստանում եմ։ Մարինեն հայելու միջով նայեց դստեր վրա ժպտաց։ Այս տղան աշխարհի ամենաքաջ մայրը կունենա։ Եվան ետ ժպտաց, փոքր, բայց անկեղծ ժպիտով։ Եվ ամենակատաղի տատիկը նույնպես։ Նրանք ծիծաղեցին, առաջին անգամ շատ ժամերից ի վեր, այդ ծիծաղը հնչեց որպես կանխազգացում, որպես հանգստություն մինչ փոթորիկը, որը գալու էր, որովհետև Ռուբեն Մանուկյանը, Մարիամ Տեր-Հովհաննիսյանը դեռ չգիտեին, բայց նրանց կյանքերը պատրաստվում էին փլուզվել, եւ այն կինը, ում նրանք թերագնահատել էին, նվաստացրել, դավաճանել, նոր էր սկսում ցույց տալ, թե ինչի էր ընդունակ, պատերազմը հայտարարված էր։ Եվ այս անգամ Եվան մենակ չէր։ Մարինեն Նալբանդյանի տունը սանում ուրիշ աշխարհի ապաստան էր։ Կառուցված քարերի վրա, ծովի արտոնյալ տեսարանով, գույքը համատեղում էր զուսպ շքեղությունը իրական հարմարավետության հետ, Եվան այնտեղ անցկացրել էր այդքան ամառներ մանկության տարիներին, ոտաբոբիկ վազելով ավազի վրայով, սուզվելով բնական լողավազաններում, լսելով լուսադեմին ալիքների կոտրվելու ձայնը, վերադառնալ այդ վայրը այդքան ժամանակ անց նման էր իրականում տուն վերադառնալուն, մի տուն, որը երբեք չէր դադարել գոյություն ունենալ, պարզապես համբերատար սպասել էր, որ նա նորից գտնի ճանապարհը։ Առաջին օրերին Եվան քիչ բան էր անում, բացի քնելուց, ուտելուց, լողափով զբոսնելուց, Մարինեն հարգում էր դստեր լռությունը, գիտեր, որ նրան պետք էր այդ ժամանակը, մարսելու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, թույլ տալու, որ հոգին բուժվի։ Նախքան նրանք կկարողանային շարունակել պայքարը, երեխան կարծես զգում էր վայրի հանգստությունը, ավելի քիչ մոլեգնորեն էր շարժվում, կարծես ինքն էլ էր հանգստանում։ 4-րդ օրն էր, որ Մարինեն թակեց Եվայի սենյակի դուռը նախաճաշից անմիջապես հետո։ Նա իր հետ մի կին էր բերել, մոտ 40 տարեկան, կարճ քունքերում մոխրագույն մազերով, գործնականորեն հագնված ջինսե տաբատով գործնական վերնաշապիկով, նրա աչքերում ինչ-որ բան կար, որը հաղորդում էր փորձ կարեկցանք հավասարաչափ չափաբաժիններով, Եվա ներկայացրեց Մարինեն, սա Կարինե Մարտիրոսյանն է։ Նա մասնավոր դետեկտիվ է, աշխատում է ընտանեկան բռնության հոգեբանական բռնության դեպքերով ավելի քան 15 տարի։ Ես խնդրեցի, որ նա գա այստեղ, որովհետև կարծում եմ, որ դու պետք է խոսես մեկի հետ, ով հասկանում է, թե ինչ ես անցել։ Կարինեն ձեռքը մեկնեց Եվային։
Մեղմ ժպիտով, հաճելի է ծանոթանալ եւ նախքան կհարցնես, ոչ, ես այստեղ չեմ եկել միայն քո նախկին ամուսնուն հետաքննելու համար, եկել եմ, որովհետեւ շատ կանանց եմ տեսել քո իրավիճակում, գիտեմ, թե որքան դժվար է վերակառուցվել այն բանից հետո, երբ ամեն ինչ փլվում է, եկել եմ օգնություն առաջարկելու, ոչ թե դատելու։ Երեք կանայք նստեցին պատշգամբում, թարմ սուրճով դեռ տաք պանրով հացով, Կարինեն սկսեց պատմել իր սեփական պատմությունը, թե ինչպես էր ամուսնացած մի տղամարդու հետ, ով էմոցիոնալ առումով մանիպուլյացիա էր ենթարկում իրեն, ով ստիպում էր նրան կասկածել իր մտքի առողջությանը, ով մեկուսացնում էր նրան ընկերներից, ընտանիքից, տարիներ պահանջվեցին, մինչ նա կարողացավ դուրս գալ, երբ վերջապես դուրս եկավ, որոշեց իր կարիերան նվիրել այլ համար։ Նա սկզբում վարանեց, չէր ուզում ավելի շատ բացահայտել իր անձնական կյանքը, չէր ուզում տեսնվել որպես զով սենսացիոն վերնագրերում։ Բայց Կարինեն համոզեցին նրան, որ իր պատմությունը իր սեփական պայմաններով պատմելը ավելի լավ է, քան թույլ տալ ուրիշներին վերահսկել պատումը։ Հարցազրույցը տեղի ունեցավ ծովափնյա տան պատշգամբում, ալիքների ձայնով ծովային զեփյուռով, որը բերում էր աղթարմացում։ Լոնը ներխուժող հարցեր չտվեց, չփորձեց արդյունքներ քամել, լավ պատկերներ ստանալու համար։ Նա պարզապես թույլ տվեց Եվային խոսել, պատմել իր պատմությունը իր սեփական բառերով, իր սեփական տեմպով։ Նա խոսեց ընտանիքից, ընկերներից, աստիճանական մեկուսացման մասին։ Նուրբ մեկնաբանությունների մասին, որոնք խաթարում էին նրա ինքնավստահությունը։ Այն մասին, թե ինչպես էր համոզվել, որ իր զգացմունքները վավերական չէին, որ նա դրամատիկ էր, չափազանց զգայուն։ Հղի լինելու սեփական ամուսնության մեջ լիովին մենակ զգալու մենության մասին։ Երբ ես տեսա այդ վզնոցը նրա պարանոցին, ասաց Եվան, ձայնը խեղդված, բայց ամուր, դա ոչ միայն դավաճանություն էր, որ տեսա։ Դա ապացույցն էր, որ այն ամենը, ինչին ես հավատում էի, որ իրական է, սուտ էր։ Այդ վզնոցը ներկայացնում էր մի պահ, որը ես կարծում էի, որ հատուկ է, մեր սիրո խորհրդանիշ։ Հայտնաբերելը, որ նա այն տվել էր իր սիրուհուն, նման էր հայտնաբերելուն, որ յուրաքանչյուր երջանիկ պահ, որը ես պահում էի հիշողության մեջ, կեղծ էր ի սկզբանե։ Լոնը կատաղի գրում էր իր տետրում, բայց ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում պարզապես լսելու, վկայելու համար։ Դա պարզապես հոդված չէր, դա դիմադրության, վերափոխման, մի կնոջ մասին փաստաթուղթ էր, ով գտնում էր իր ձայնը տարիներ շարունակ լռեցվելուց հետո։ Եվ հիմա ինչ ես ուզում, հարցրեց Լոնը, հարցազրույցի վերջում, վրեժխնդրություն։ Եվան ձեռքը դրեց որովայնին, զգալով երեխայի շարժումը, ոչ, պատասխանեց նա համոզմունքով, ես ուզում եմ արդարություն, ես ուզում եմ, որ մյուս կանայք, ովքեր անցնում են այն, ինչ ես անցա, տեսնեն, որ հնարավոր է դուրս գալ, որ հնարավոր է վերակառուցվել։ Եվ ուզում եմ, որ իմ որդին մեծանա, իմանալով, որ իր մայրը երբեք չի համաձայնվել նվազեցվել, որ նա պայքարել է, եւ հաղթել է ոչ թե վրեժխնդրության, այլ ճշմարտության միջոցով։ Մարինեն, ով հեռվից դիտում էր, զգաց, թե ինչպես է կուրծքը լցվում հպարտությամբ, դա այլս այն անապահով։ Աղջիկը չէր, ում Ռուբենը ձավորել էր, դա կին էր, որը վերացնվում էր իր սեփական մոխիրներից։ Լոնի հոդվածը պետք է հրապարակվեր հաջորդ շաբաթվա համարում, բայց դրա հատվածները ավելի վաղ համացանցում հրապարակվեցին, անմիջական ազդեցություն թողնելով։ Սոցիալական ցանցերը, որոնք օրեր առաջ ծաղրում էին Եվային, այժմ շրջվեցին Ռուբենի Մարիամի դեմ։ Հասարակական կարծիքը փոփոխական է, բայց երբ այն շրջվում է լիարժեք ուժով, Ռուբենը վերջին հուսահատ քայլն արեց։ Հարցազրույց տվեց հեռուստահաղորդման, պնդելով, որ ամեն ինչ պարզապես թյուրիմացություն էր, որ նա սիրում էր իր կնոջը, որ Մարիամը պարզապես աշխատանքային գործընկեր էր։ Բայց նրա կատարումը աղետալի էր։ Նա չափից շատ էր քրտնում ստուդիայի լույսերի տակ։ Նրա պատասխանները խուսափողական էին։ Երբ հաղորդավարը ցույց տվեց մի քանի արտահոսած լուսանկարներ, Ռուբենը չկարողացավ պատասխանել։ Դիմակը ընկավ ուղիղ եթերում միլիոնավոր հեռուստադիտողների համար։ Մարիամը իր հերթին փորձեց հակառակ ռազմավարությունը։ Անհետացավ։ Հրաժարական տվեց ընկերությունից էլեկտրոնային փոստով, չեղարկեց իր սոցիալական ցանցերը, տեղափոխվեց վարձակալված բնակարան երրորդ անձանց անունով։ Բայց Կարինեն լավ էր անում իր գործը։ Շատ լավ։ Նա գտավ Մարիամին 48 ժամից էլ քիչ ժամանակում հանձնեց նրան դատական ծանուցում։ Նրան դատի էին տալիս ոչ միայն Եվան, այլ Ջուլիանս 3 նախկին աշխատակիցներ, ովքեր քաջություն էին գտել բացահայտելու իրենց կրած բռնությունները։
Ջուլիան էր, ով հղացավ աջակցության խումբ ստեղծելու գաղափարը, այն սկսվեց փոքր ընդամենը ինքը երկու այլ կանայք, ովքեր ընկերությունում բարոյական ոտնձգությունների զոհ էին դարձել, բայց լուրը տարածվեց, այլ կանայք հայտնվեցին, յուրաքանչյուրը իր բռնության, մանիպուլյացիայի, նվաստացման պատմությամբ, երբ Եվան իմացավ խմբի մասին, ուզեց մասնակցել, Մարինեն սկզբում վարանեց, կարծում էր, որ դստեր ավելի շատ ժամանակ է պետք ապաքինվելու համար, բայց Կարինեն համաձայն չէր։ Նրան դա պետք է, Մարինե, պնդեց Կարինեն։ Նրան պետք է տեսնել, որ նա մենակ չէ, որ նրա ցավը վավերական է, որ այլ կանայք հասկանում են, թե ինչ է նա անցել, մեկուսացումը սնուցում է ամոթը, համայնքը սնուցում է բուժումը, Եվան առաջին հանդիպմանը գնաց հինգշաբթի երեկոյան, Կոնդ թաղամասի համայնքային տարածքում, 12 կին նստած էին շրջանած, տարբեր տարիքի, սոցիալական դասերի, գույների, պատմությունների, բայց բոլորը կիսում էին մի հիմնարար բան. Նրանք կոտրվել էին այն տղամարդկանց կողմից, ովքեր պետք է սիրեին իրենց, այն համակարգերի կողմից, որոնք պետք է պաշտպանեին իրենց, այն հասարակությունների կողմից, որոնք սովորեցրել էին նրանց ընդունել փշրանքներ, դա տոնակատարություն անվանել։ Յուրաքանչյուրը մի փոքր խոսեց, հոգեբանական մանիպուլյացիայի, էմոցիոնալ բռնության, գազլայթինգի, մեկուսացման պատմություններ, երբ հերթը հասավ Եվային, նա վարանեց, դեռ սովոր չէր անծանոթների առջ խոցելի լինելուն, բայց հետո նայեց այդ դեմքերին, տեսավ կարեկցանք այնտեղ, որտեղ սպասում էր դատապարտում, տեսավ հասկացողություն այնտեղ, որտեղ վախենում էր արամարանքից, եւ սկսեց խոսել, նա խոսեց գրեթե 20 րոպե, լցնելով տարիների զսպված ցավը, եւ երբ ավարտեց, սենյակում չկար մեկ չոր աչք։ Բայց դրանք խղճահարության արդյունքներ չէին, դրանք ճանաչման, համերաշխության, ընդհանուր ուժի արդյունքներ էին։ Հանդիպումից հետո Ջուլիան մոտեցավ Եվային, շնորհակալություն, որ եկաք, մեղմորեն ասաց նա, մեզանից շատերը ոգեշնչվում են ձեզանից։ Ձեզ վեր կենալը մեզ քաջություն տվեց նույնն անելու համար։ Եվան զարմացած գրկեց նրան, ես պետք է շնորհակալություն հայտնեմ ձեզ, Ջուլիա, ճշմարտությունը բացահայտելու ձեր քաջությունը ամեն ինչ փոխում է։ Երկուսը մինչ ուշ զրուցում էին Կարինեի խմբի մի քանի այլ կանանց հետ միասին, հենց այդ գիշեր էր, որ գաղափարը ծնվեց, Եվան ֆինանսական ռեսուրսներ ուներ իր ընտանիքի միջոցով, Ջուլիան փորձ ուներ կորպորատիվ համակարգի հետ, գիտեր այն թերությունները, որոնք թույլ էին տալիս բռնություններին անպատիժ մնալ։ Կարինեն տեխնիկական գիտելիքներ ուներ հետաքննության հոգեբանական աջակցության մասին, եւ բոլորը ունեին ցավը նպատակի վերածելու այրող ցանկություն։ Մենք հիմնադրամ կստեղծենք, առաջարկեց Եվան, աչքերը փայլում էին մի բանով, որը նա ամիսներ շարունակ չէր զգացել, նպատակ, մի կազմակերպություն, որը կօգնի կանանց էմոցիոնալ բռնության հոգեբանական մանիպուլյացիայի իրավիճակներում, որը կտրամադրի իրավական, հոգեբանական, ֆինանսական աջակցություն անհրաժեշտության դեպքում, որպեսզի այլևս ոչ ոք չզգա իրեն մենակ, ինչպես ես ինձ զգացի։ Էնտուզիազմը վարակիչ էր։ Ջուլիան արդեն մտածում էր կազմակերպչական կառուցվածքի մասին։ Կարինեն, հոգեբանների, փաստաբանների կանանց օգնելուն, ովքեր անցնում էին նույնի միջով, դա օրինաչափություն է, բացատրեց Կարինեն, կոտրելով պանրով հացի մի կտոր, Ռուբենի նման տղամարդիկ հետում են անտեսանելի ձեռնարկի, սկզբում մեկուսացնում են զոհին այն մարդկանցից, ովքեր կարող էին զգուշացնել նրան, հետո նուրբ ձով խարխլում են նրա ինքնագնահատականը մեկնաբանություններով, որոնք կարծես մտահոգություն են, բայց իրականում թույն են, հետո ստեղծում են էմոցիոնալ կախվածություն, ստիպում են քեզ հավատալ, որ առանց իրեն դու ոչինչ չես, եւ երբ վերջապես ունենում են լիակատար վերահսկողություն, կարող են անել այն, ինչ ուզում են, որովհետև դու այլևս ուժ չունես արձագանքելու, եւ անզգաց, թե ինչպես են արդյունքները հոսում դեմքով, հենց դա էր, Կարինեի յուրաքանչյուր խոսք արձագանքում էր հիշողություններին, որոնք նա թաղել էր, խոսակցություններին, որոնք նա նորմալացրել էր, պահերին, երբ կասկածել էր իրեն, որովհետև Ռուբենը տնկել էր այդ կասկածը, նա երբեք ֆիզիկապես չէր բռնացել նրա վրա, բայց էմոցիոնալ վնասվածքները նույնքան իրական էին, որքան ցանկացած տեսանելի հետք։ Կարինեն առաջ թեքվեց, նրա ձայնը ամուր էր, բայց նուրբ, բայց ահա այն ճշմարտությունը, որը նա երբեք չէր ուզում, որ դու իմանաս։ Դու միշտ ուժեղ ես եղել, դու միշտ արժեք ես ունեցել, եւ հիմա, երբ տեսնում ես մանիպուլյացիան, այն կորցնում է իր ուժը, դա նման է կախարդական հնարքի, երբ դու գիտես, թե ինչպես է այն աշխատում, այն դադարում է կախարդական լինել, Մարինեն լուր դիտում էր, հպարտ իր դստեր մեջ ծագող քաջությամբ, Կարինեն մնաց ամբողջ օրը խոսելով, լսելով, օգնելով Եվային անվանել զգացմունքներ, որոնք նա չգիտեր, թե ինչպես նկարագրել, երբ նա հեռացավ, կեսօրից հետո, թողեց իր այցեքարտը մի խոստում։ Ամեն անգամ, երբ Եվան պետք է խոսեր, նա հասանելի կլիներ, եւ ավելի կարևոր, թողեց մի բան, որը Եվան երկար ժամանակ չուներ, հույս, մինչդեռ Երանում Ռուբենի վիճակը արագորեն վատթարանում էր։ Տնտեսական թերթը հրապարակել էր հոդված իր ընկերության անկանոնությունների մասին։ Դա դեռ անորոշ էր, առանց կոնկրետ ապացույցների, բայց բավարար հարկային ծառայությանը պաշտոնական հետաքննություն սկսելու համար։
Ներդրողները նահանջում էին, պայմանագրերը վերանայվում էին, այն հեղինակությունը, որը նա տարիներ էր կառուցել, փլուզվում էր օրերի ընթացքում։ Եվ հետո հայտնվեց Լոն Խաչատրյանը, 35-ամյա լրագրող, ով աշխատում էր շաբաթական հետաքննական ամսագրում։ Լոնը, ինչպես նրան ճանաչում էին, խառը հեղինակություն ուներ միջավայրում։ Իր կարիերայի առաջին տարիներին նա վաճառել էր իր գրիչը ամենաբարձր առաջարկներով, գրել էր հոդվածներ, պատվիրված հարուստ գործարարների կողմից, ովքեր ցանկանում էին ոչնչացնել մրցակիցներին կամ մաքրել իրենց սեփական կերպարները։ Բայց ինչ-որ բան փոխվել էր նրա մեջ 2 տարի առաջ, այն բանից հետո, երբ նրա հոդվածներից մեկը նպաստել էր, որ կոռումպացված քաղաքական գործիչը մնա իշխանության մեջ։ Մեղքը այդ ժամանակվանից քայքայում էր նրան, նա փնտրում էր փրկություն ավելի ազնիվ, ավելի քաջ լրագրության միջոցով։ Երբ Լոնը իմացավ Եվան Ալբանդյանի գործի մասին, ինչ-որ բան սեղմվեց։ Ահա մի իրական պատմություն, հստակորեն սահմանված զոհով չարագործով, անարդարություն, որը բղավում էր բացահայտվելու համար։ Նա սկսեց ինքնուրույն հետաքննել, զանգահարելով Ռուբենի ընկերության ներսի աղբյուրներին, զրուցելով աշխատանքից ազատված աշխատակիցների հետ, համադրելով հանրային տվյալները գաղտնի ստացված տեղեկատվության հետ։ Հենց այդ հետաքննություններից մեկի ժամանակ Լոնը ծանոթացավ Ջուլիա Սարգսյանի հետ, 26-ամյա երիտասարդ կնոջ, ով 3 տարի եղել էր Մարիամ Տեր-Հովհաննիսյանի անձնական օգնականը։ Ջուլիան սամորթ էր, եկած Երանի հարավային արվարձաններից, նա իր տեղը ընկերությունում ստացել էր շատ ուսումնասիրությունների զոհաբերությունների միջոցով։ Հավատում էր, որ Մարիամը կլինի ուժեղ կնոջ օրինակ, ով կարող է ոգեշնչել իրեն։ Իրականությունը շատ տարբեր էր։ Մարիամը նրան վերաբերվում էր որպես կահույքի, բղավում էր, երբ ինչ-որ բան կատարյալ չէր ստացվում, ռասիստական մեկնաբանություններ էր անում, քողարկված կատակների տակ, նվաստացնում էր այլ աշխատակիցների առջ։ Ջուլիան դիմացավ, որովհետև նրան աշխատանք էր պետք, որովհետև ընտանիք ուներ պահելու, որովհետև գիտեր, որ հայկական աշխատաշուկայում սամորթ ծայրամասային կինը չէր կարող իրեն թույլ տալ թողնել աշխատանքը, առանց ուրիշի ապահովման։ Բայց երբ նա տեսավ Եվայի տեսանյութը, որը նվաստացվում էր միջոցառման ժամանակ, ինչ-որ բան արթնացավ Ջուլիայի մեջ։ Նա նույնպես բազմիցս նվաստացվել էր այդ մարդկանց կողմից։ Նա գիտեր թույնը էլեգանտ ժպիտների հետում։ Եվ նա ուներ ապացույցներ։ Էլեկտրոնային նամակներ, որոնք Մարիամը հրամայել էր ջնջել, բայց որոնք Ջուլիան պահել էր անձնական ամպում։ Մարիամի Ռուբենի միջ փոխանակված հաղորդագրություններ, փողերի շեղումների մասին։ Փոխզիջումային լուսանկարներ։ Պատահաբար ձայնագրված խոսակցություններ, երբ Մարիամը մոռանում էր դռնապանը բաց թողնել, Ջուլիան փնտրեց Լոնին, կարդալով նրա վերջին հոդվածներից մեկը կորպորատիվ միջավայրում բռնության մասին, նրանք հանդիպում նշանակեցին քաղաքի կենտրոնի նուրբ սրճարանում։ Նա նյարդային եկավ, շուրջը նայելով, վախենալով, որ կճանաչվի, նա բերեց ըստ գրիչ այն ամենով, ինչ հավաքել էր տարիների ընթացքում, ես դա արեցի ոչ թե վրեժխնդրության համար, բացատրեց նա, ձեռքերը դողալով, սուրճի բաժակը բռնելիս, ես արեցի, որովհետև հոգնել եմ։ Տեսնելու, թե ինչպես են վատ մարդիկ հաղթում, մինչ լավ մարդիկ տառապում են լռության մեջ, Լոնը նայեց այդ ըստ գրիչին, ինչպես հնագետը կնայեր կորցրած գանձի, դա լրագրողական ոսկի էր, դա այն պատմությունն էր, որը կարող էր ոչ միայն մաքրել իր պղծված անունը, այլ իրական արդարություն հաստատել։ Դու հասկանում ես, որ դա կարող է հետանքներ ունենալ նա քեզ համար, հարցրեց նա, համոզվելու համար, որ Ջուլիան գիտեր, թե ինչի մեջ էր մտնում, նրանք կփորձեն ոչնչացնել քեզ, երբ իմանան, որ դու ես հրապարակել։ Ջուլիան բարձրացրեց կզակը, վճռականությունը փայլում էր նրա հոգնած աչքերում, գիտեմ, բայց այլս չեմ մտածում դրա մասին, տարիներ շարունակ ինձ փոքր անտեսանելի անարժեք էի զգում, բայց տեսա այդ հղի կնոջը նվաստացված մտածեցի։ Քանիսը դեռ կտառապեն, եթե ոչ ոք ոչինչ չանի, այնպես որ եթե ես պետք է լինեմ առաջին քայլն անողը, թող այդպես լինի։ Լոնը ձեռքը մեկնեց սեղանի վրայով սեղմեց Ջուլիայի ձեռքը, հարգանքի ժեստով, ուրեմն, եկեք միասին անենք դա, եւ ճիշտ կանենք։ Քո պատմությունը նույնպես կպատմվի, Ջուլիա, ոչ միայն որպես աղբյուր, այլ որպես փրկված, որպես հերոսուհի։ Հաջորդ օրերին Լոնը անխոնջ աշխատեց հոդվածի վրա։ Նա համադրեց Ջուլիայի ըստ գրիչի տեղեկությունները Կարինեի կողմից հավաքված տվյալների հետ, Մարինեի պատվիրած զուգահեռ հետաքննության շրջանակներում։ Երկու ճակատները հանդիպեցին, երբ Մարինեն իր կապերի միջոցով իմացավ Լոնի աշխատանքի մասին, որոշեց աջակցել նրան։ Ոչ թե ֆինանսապես, դա կխաթարեր զեկույցի հեղինակությունը, այլ տրամադրելով մուտք դեպի տեղեկություններ, որոնք նա ինքնուրույն չէր կարող ձեռք բերել։ Այսպես Լոնը հայտնվեց սանում Եվային հարցազրույց վերցնելու հետ համագործակցության մասին։ Խմբի այլ կանայք առաջարկում էին օգնություն, կապեր, գաղափարներ։
Այնտեղ Երանի այդ համեստ համայնքային տարածքում անհարմար աթոռներով տաքացրած սուրճով ծնվում էր մի բան, որը շատ ավելի մեծ էր, քան բոլորը պատկերացնում էին։ Երբ Եվան այդ գիշեր վերադարձավ Սան, հոգնած էր, բայց էներգիայով լի, նա ամեն ինչ պատմեց Մարինեին, ով ուշադիր լսեց, նախքան ժպտալը, հպարտ եմ քեզանով, դուստրս, տրավման գործողության վերածելը բուժման ամենահզոր ձն է, եւ հետո Մարինեն առաջարկ արեց։ Նալբանդյանների ընտանիքը Աչափնյակում ուներ մի արտրային շենք, որը թերօգտագործվում էր, այն կարող էր վերանորոգվել վերածվել հիմնադրամի գրասենյակի, ավելին, Մարինեն առաջարկում էր օգտագործել իր ազդեցությունը կապերը, դոնորներ ներգրավելու, այլ կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու, գործին տեսանելիություն հաղորդելու համար, Եվան գրկեց մորը, տարիներ շարունակ առաջին անգամ զգալով, որ իսկական բան է կառուցում, մի բան, որը կարևոր է, դա Ռուբենից վրեժխնդրություն չէր։ Դա այն մասին էր, որ իր ցավը իմաստ ունենա, որ իր պատմությունը կարողանա լուսավորել ճանապարհը այլ կանանց համար, գտնելու մթությունից դուրս գալու ճանապարհը, հաջորդ օրերին ամեն ինչ արագորեն զարգացավ։ Լոնը հրապարակեց ամբողջական հոդվածը, հարցազրույցներով, փաստաթղթերով, ապացույցներով։ Արձագանքը համազգային էր։ Ռուբենը հեռացվեց ընկերության նախագահի պաշտոնից, խորհրդի որոշմամբ։ Հարկային ծառայությունը խորացրեց հետաքննությունները։ Մարիամը կանչվեց ցուցմունք տալու։ Քարտերի ամրոցը փլուզվում էր, ինչպես միշտ կլիներ ի վերջո, որովհետև սուտը երբեք երկարաժամկետ կայուն չէ։ Եվան արդեն հղիության 8-րդ ամսում էր, նրա որովայնը հսկայական էր, բայց նրա ոգին ավելի ուժեղ էր, քան երբևէ։ Հիմնադրամն արդեն ուներ անուն, վերացնունդ ինստիտուտ։ Այն ուներ վերանորոգման գործընթացում գտնվող գրասենյակ։ Այն ուներ ձևավորվող թիմ։ Այն ուներ նպատակ, որը շատ ավելին էր, քան մեկ կինը նրա անձնական պատմությունը։ Եվ նոյեմբերի մի արոտ կեսօրին, մինչ նա զբոսնում էր Սանի լողափով, մոր հետ միասին, Եվան ուժեղ գծկում զգաց։ Մարինեն նրան անմիջապես հիվանդանոց տարավ։ Ծննդաբերությունը սկսվել էր։ Եվ մինչ գծկումները գալիս էին ալիքներով, ավելի ու ավելի մոտ, Եվան վախ չէր զգում։ Նա ուժ էր զգում։ Որովհետև գիտեր, որ այն որդին, ով պատրաստվում էր ծնվել, կգար մի աշխարհ, որտեղ իր մայրը սովորել էր պաշտպանվել, պայքարել, հաղթել։ Ոչ թե բռնության կամ վրեժխնդրության միջոցով, այլ ճշմարտության, արդարության, վերակառուցման միջոցով։ Միքայել Նալբանդյանի ծնունդը տեղի ունեցավ նոյեմբերյան լուսադեմին, լիալուսնի տակ, որը լուսավորում էր ծովը, ասես միլիոնավոր ադամանդներ էին նետվել ալիքների վրա։ Եվան աշխատեց 7 ժամ, յուրաքանչյուր գծկում իր սեփական ուժի հիշեցում էր, յուրաքանչյուր ցավ վկայություն էր, որ նա կարող էր դիմանալ շատ ավելին, քան երբևէ պատկերացրել էր։ Մարինեն բռնած էր նրա ձեռքը ամբողջ գործընթացի ընթացքում, սրբում էր նրա քրտինքը, շնջում էր քաջալերող խոսքեր, երբ երեխան վերջապես ծնվեց, բարձր ու առողջ լալով, երկու կանայք միասին լացեցին։ Միքայելը կշռում էր 3 կիլոգրամ 400 գրամ, ուներ մոր մուգ աչքերս մազափունջ, որը ստիպում էր բուժքույրերին հիացմունքից ծիծաղել։ Երբ առաջին անգամ տղային դրեցին Եվայի ձեռքերին, նա նայեց այդ ճմրթված դեմքին, զգաց, թե ինչպես է ինչ-որ հիմնարար բան վերակազմավորվում իր կրծքի ներսում։ Այն ամենը, ինչ նա տառապել էր, յուրաքանչյուր թափված արցունք, յուրաքանչյուր կրած նվաստացում, հանկարծ իմաստ ունեցավ, որովհետև դա նրան հասցրել էր մինչ այնտեղ, մինչ այն կատարյալ պահը, երբ առաջին անգամ բռնած էր իր որդուն։ Բար իմ սեր, շշնջաց Եվան, արցունքները թափվում էին երեխային փաթաթած կապույտ ծածկոցի վրա։ Քո մայրիկը փոթորիկի միջով անցավ, քեզ գտնելու համար։ Բայց արժեր յուրաքանչյուր վայրկյանը։ Դու իմ հրաշքն ես։ Մարինեն դիտում էր սենյակի պատուհանից, թույլ տալով մոր որդու պահը, նա մտածում էր, թե որքան տարօրինակ է կյանքդ, թե ինչպես է ամենավատ տառապանքը հաճախ նախորդում ամենամեծ փոխակերպումներին, նրա դուստրը կոտրվել էր, այո, բայց վերակառուցվելու գործընթացում նա դարձել էր անսահմանորեն ավելի ուժեղ, ավելի գիտակից, ավելի ամբողջական, Ռուբենը փորձեց այցելել նրանց հիվանդանոցում։ Նա հայտնվեց երկրորդ օրը, բերելով թանկարժեք ծաղիկներ ծիծաղելիորեն մեծ փափուկ արջուկ, կարծես նվերները կարող էին փոխհատուցել ամիսների լքվածությունն ու դավաճանությունը։ Հիվանդանոցի անվտանգության աշխատակազմը, Մարինեի հրահանգներով, թույլ չտվեց նրան բարձրանալ։ Նա մնաց նախասրահում 2 ժամ, պնդելով, որ իրավունք ունի տեսնել իր որդուն, սպառնալով դատի տալ, սկանդալ ստեղծելով։ Միայն այն ժամանակ, երբ Մարինեն անձամբ իջավ, իր փաստաբանի ուղեկցությամբ, Ռուբենը հասկացավ, որ այդ մարդը կորած է։ Դու կորցրիր նրան կին անվանելու իրավունքը, երբ հրապարակայնորեն նվաստացրիր նրան, ասաց Մարինեն, նրա ձայնը մեղմ էր, բայց սուր, ինչպես սայրը։
Դու կորցրիր քո որդուն տեսնելու իրավունքը, երբ ընտրեցիր քո սիրուհուն ընտանիքի փոխարեն։ Եվ շատ ավելին կկորցնես, երբ դատական գործընթացներն ավարտվեն։ Հիմա հեռացիր այստեղից, նախքան ես ոստիկանություն կկանչեմ։ Ռուբենը փորձեց առարկել, բայց Մարինեի աչքերում ինչ-որ բան կար, որը ստիպեց նրան նահանջել։ Դա պարտության բացարձակ վստահությունն էր։ Նա դուրս եկավ հիվանդանոցից, ծաղիկները ձեռքերում թառամած փափուկ արջուկի տակ, մի ողբալի կերպար, որը որոշ այցելուներ լուսանկարեցին, որը արագորեն մեմ դարձավ սոցիալական ցանցերում։ Ռուբեն Մանուկյանի անկումը փաստագրվում էր իրական ժամանակում համացանցի կողմից, այն նվաստացումը, որը նա պատճառել էր Եվային, վերադառնում էր հազարապատիկ բազմապատկված։ Միքայելի ծնունդից 2 շաբաթ անց հարկային ծառայությունը ավարտեց Ռուբենի ընկերության հետաքննությունը։ Ապացույցներն անվիճելի էին։ Միջոցների շեղում, հարկային խարդախություն, ուրվական ընկերությունների օգտագործում, չափազանց թանկ պայմանագրեր։ Դատախազությունը մեղադրանք առաջադրեց, Ռուբենին մեղադրանք առաջադրվեց բազմաթիվ կորպորատիվ հանցագործությունների համար։ Նա կբախվեր տարիների դատական գործընթացի, շատ հավանական է, բանտարկության։ Մարիամը փորձեց մեղմացուցիչ գործարք կնքել, առաջարկելով տեղեկություններ տրամադրել Ռուբենի մասին, փոխարենը նվազեցված պատժի համար։ Բայց նրա ռազմավարությունը ձախողվեց, երբ հայտնաբերեցին, որ նա ոչ միայն պասիվ հանցակից էր, այլ ակտիվ մասնակից էր մի քանի խարդախությունների։ Սպիտակ ոսկուց վզնոցը, այդ անիծյալ վզնոցը, որը սկսել էր ամեն ինչի բացահայտումը, բռնագրավվեց որպես յուրացման ապացույց։ Իրոնիան ոչ ոքի ուշադրությունից չվրիպեց։ Ջուլիա Սարգսյանը դարձավ գործի կենտրոնական դեմքը։ Նրա մանրամասն ցուցմունքը, հիմնված այն ապացույցների վրա, որոնք նա պահել էր տարիներ շարունակ, հիմնարար էր դատավճռի համար։ Նա բախվեց ահաբեկման փորձերի, ստացավ սպառնալից հաղորդագրություններ, ստիպված էր գործ ունենալ թանկարժեք փաստաբանների հետ, ովքեր փորձում էին անվանարկել նրան։ Բայց նա մնաց ամուր, իր արժանապատվությունը անձեռնմխելի, իր ճշմարտությունը անսասան։ Երբ ամեն ինչ ավարտվեց, տեխնոլոգիական ընկերությունները մրցեցին նրան աշխատանքի ընդունելու համար, տպավորված նրա ազնվությամբ քաջությամբ։ Ջուլիան ընտրեց սոցիալական ազդեցության ստարտափը, բայց պահպանեց իր կամավորական աշխատանքը վերացնունդ ինստիտուտում։ Լոն Խաչատրյանը արժանացավ երկրի ամենահեղինակավոր հետաքննական լրագրության մրցանակին, գործի մասին իր հոդվածների շարքի համար։ Շնորհակալական ելույթում նա մրցանակը նվիրեց բոլոր այն կանանց, ովքեր քաջություն էին գտել բացահայտելու իրենց բռնարարներին։ Տարիներ շարունակ ես վաճառում էի իմ գրիչը նրանց, ովքեր ավելին էին վճարում, խոստովանեց նա հարյուրավոր լրագրողների առջ։ Այս գործը ինձ հիշեցրեց, թե ինչու եմ ընտրել այս մասնագիտությունը։ Որովհետև ճշմարտությունը կարևոր է։ Որովհետև լրացվածներին ձայն տալը մեր ամենասուրբ պարտքն է։ Կարինե Մարտիրոսյանը աշխատանքի ընդունվեց որպես վերացնունդ ինստիտուտի հետաքննությունների տնօրեն։ Իր փորձով զգայունությամբ նա ստեղծեց մի թիմ, որն օգնում էր կանանց հավաքել էմոցիոնալ բռնության հոգեբանական մանիպուլյացիայի ապացույցներ, մի բան, որը հայտնի է, որ դժվար է փաստագրել իրավաբանորեն ապացուցել։ Նրա աշխատանքը փրկեց տասնյակ կանանց հիմնադրամի գործունեության առաջին ամիսներին։ Վերացնունդ ինստիտուտը պաշտոնապես բացվեց փետրվարին, Միքայելի ծնունդից 3 ամիս անց։ Աչափնյակի շենքը ամբողջությամբ վերանորոգվել էր, այժմ ուներ գրասենյակներ փաստաբանների հոգեբանների համար, ընդունելության սենյակներ, տարածք սեմինարների աջակցության խմբերի համար, նույնիսկ փոքրիկ մանկապարտեզ, որպեսզի մայրերը կարողանային իրենց երեխաներին բերել հանդիպումների ժամանակ։ Ճակատային մասը ժամանակակից էր, բայց հյուրընկալ, ներկված կանաչի սպիտակի երանգներով, մուտքի մոտ ուղղահայաց այգիով, որը խորհրդանշում էր թարմացում աճ։ Բացման օրը լուսացավ անպամած, բայց առանց անձրի, կարո լրատվամիջոցների լրագրողները ներկա էին, գրավված Եվայի պատմությամբ գործի կարողությամբ, քաղաքական գործիչները հայտնվեցին լուսանկարվելու համար, ինչպես միշտ անում են, երբ ինչ-որ բան հայտնի է դառնում, բայց այն, ինչ իրականում կարող էր սովորական կանայք էին, ովքեր հայտնվեցին ամաչկոտ հույսով լի, օգնություն փնտրելով, փորձելով հասկանալ, որ մենակ չեն, եւ անմիջոցառմանը եկավ սպիտակ զգեստով, միտումնավոր խորհրդանշական ընտրություն։ Ոչ թե հարսանեկան սպիտակ, այլ նոր սկզբի սպիտակ, դատարկ էջ, որը պատրաստ էր նորից գրվելու։ Միքայելը Մարինեի ձեռքերում էր, ով հպարտությամբ բռնած էր նրան, տատիկի դերում, մինչ նրանք լուսանկարվում էին։ Հելենը այնտեղ էր, Ջուլիան, Կարինեն, այլ բազմաթիվ կանայք, ում կյանքերը միահյուսվել էին ընդհանուր ցավի հավաքական բուժման միջոցով։ Մամուլի ասուլիսը նշանակված էր կեսօրին 3-ին։
Եվան բարձրացավ ինստիտուտի նախասրահում տեղադրված փոքրիկ բեմը, նրա որովայնը դեռ ցույց էր տալիս վերջին հղիության նշանները, բայց նրա կեցվածքը ուղիղ էր, ուժեղ, վստահ։ Նրա ետում մեծ պաստառ էր, վերացնում ինստիտուտի լոգոյով, ոճավորված փյունիկ, կանաչի ոսկեգույնի երանգներով, որը խորհրդանշում էր վերացնում հույս։ Տեսախցիկները անդադար կտտացնում էին, լուսարձակները լուսավորում էին նրան, բայց Եվան իրեն բացահայտված կամ խոցելի չզգաց, ինչպես այն սարսափելի գիշերը բարեգործական միջոցառման ժամանակ, նա իրեն հզոր զգաց, վերջապես իր սեփական պատմության տերը, բարձես, սկսեց նա, նրա ձայնը պարզ էր ամուր, իմ անունը Եվան Ալբանդյան է, ես այսօր այստեղ եմ ոչ թե որպես զոհ, այլ որպես փրկված, որպես կին, ով կոտրվել է ընտրել է վերակառուցվել, որպես մայր, ով որոշել է, որ իր որդին կմեծանա, տեսնելով ուժ, ոչ թե թուլություն։ Որպես մարդ, ով սովորել է, որ ցավը կարող է վերածվել նպատակի, նա դադարեց, խորը շունչ քաշեց, շարունակեց. Ձեզանից շատերը ինձ ճանաչում են վիրուսային տեսանյութերից, այն նվաստացումից, որը ես գրեցի միջոցառման ժամանակ մի քանի ամիս առաջ։ Ոմանք դրանում զվարճանք տեսան, մյուսները ողբերգություն։ Ես հիմա տեսնում եմ շրջադարձային կետ, որովհետև այդ գիշերը, որքան էլ վատ լիներ, ստիպեց ինձ տեսնել ճշմարտություններ, որոնցից խուսափում էի տարիներ շարունակ, ստիպեց ինձ ճանաչել, որ գտնվում էի բռնի հարաբերությունների մեջ, որ հոգեբանական մանիպուլյացիայի զոհ էի, որ կորցրել էի ինքս ինձ, փորձելով կատարյալ կին լինել մի տղամարդու համար, ով երբեք ինձ արժանի չէր, արցունքները սկսեցին հոսել Եվայի դեմքով, բայց նա չսրբեց դրանք, թողեց, որ ազատորեն թափվեն առանց ամոթի։ Էմոցիոնալ բռնությունը իրական է, շարունակեց նա, հոգեբանական մանիպուլյացիան ոչնչացնում է նույնքան, որքան ֆիզիկական բռնությունը, եւ հասարակությունը հաճախ լուրջ չի վերաբերվում դրան, քանի որ այն տեսանելի հետքեր չի թողնում, բայց հետքերն այնտեղ են, խորը։ Հոգում արյունահոսում են անտեսանելի, բայց ցավոտ, այս ինստիտուտը գոյություն ունի, ասելու բոլոր այն կանանց, ովքեր տառապում են լռության մեջ։ Դուք մենակ չեք, դուք խելագար չեք, դուք չեք չափազանցնում, եւ դուք արժանի եք օգնության, աջակցության, արդարության, լրագրողները սկսեցին հարցեր տալ, բայց մինչ Եվան կկարողանար պատասխանել, շենքի մուտքի մոտ իրարանցում սկսվեց։ Ոստիկանները մտան, ուղեկցելով երկու ձեռնաշղթայված անձանց։ Ռուբենը, Մարիամը։ Ոստիկանությունը ընտրել էր այդ պահը մամուլի ասուլիսի ժամանակ կատարելու ժամանակավոր կալանավորման հրամանները, մինչ հետաքննությունները շարունակվում էին։ Ժամանակի իրոնիան չէր կարող ավելի կատարյալ լինել։ Տեսախցիկները խելահեղորեն շրջվեցին նկարահանելու Ռուբենին, երբ նրան տանում էին, նրա գլուխը ցածր, նրա թանկարժեք կոստյումը չէր կարողանում թաքցնել պարտությունը, որը դրոշմված էր նրա մարմնի յուրաքանչյուր գծի վրա։ Մարիամը փորձում էր թաքցնել դեմքը, բայց ապարդյուն էր։ Կինը, ով նախկինում ամբարտավանորեն քայլում էր խնջույքի սրահում, այժմ տանում էին որպես սովորական հանցագործ։ Վզնոցն անհետացել էր նրա պարանոցից, բայց ագահության դաժանության հետքը մնացել էր։ Եվան կարող էր բավարարություն զգալ այդ պահին, կարող էր ժպտալ, ինչ-որ հաղթական մեկնաբանություն անել, բայց ոչինչ չարեց, պարզապես լուր դիտեց, ոչ թե ուրախություն զգալով նրանց անկումից, այլ տխրություն, իրենց սեփական կյանքերի վատնումից։ Այն ընտրությունից, որ նրանք արել էին վնասելու փոխարեն սիրել, գողանալու փոխարեն կառուցել, ոչնչացնելու փոխարեն ստեղծել, երբ իրարանցումը նվազեց տեսախցիկները նորից շրջվեցին դեպի նա, Եվան շարունակեց իր ասուլիսը, ասես ոչինչ չէր պատահել։ Նա պատասխանեց հարցերին ազնվորեն նրբագեղությամբ։ Նա խոսեց այն ծառայությունների մասին, որոնք ինստիտուտը կառաջարկեր։ Հոգեբանների, փաստաբանների, սոցիալական աշխատողների հետ համագործակցության մասին։ Աջակցության խմբի մասին, որը հանդիպում էր ամեն 5 շաբթի։ 24 ժամ գործող օգնության թեժ գծի մասին։ Այն մասին, թե ինչպես յուրաքանչյուր կին, ով օգնություն կփնտրեր, կընդունվեր առանց դատապարտման, հարգանքով, արժանապատվությամբ։ Եվ հետո վերջում նա ասաց մի բան, որը կդառնար ինստիտուտի կարգախոսը, որը կկրկնվեր հազարավոր անգամներ հաջորդող տարիներին կանանց կողմից, ովքեր կգտնեին իրենց սեփական ուժը։ Ճշմարտությունը միշտ չէ, որ փրկում է, բայց այն ազատագրում է։ Եվ այսօր ես ազատ եմ։ Ազատ եմ այն ստից, որն իմ ամուսնությունն էր։ Ազատ եմ այն բանտից, որն իմ լռությունն էր։ Ազատ եմ վերակառուցելու իմ կյանքը իմ սեփական պայմաններով։ Եվ ես հրավիրում եմ յուրաքանչյուր կնոջ, ով հիմա լսում է սա, փնտրելու իր սեփական ազատությունը։ Որովհետև դուք արժանի եք։ Որովհետև դուք արժեքավոր եք։ Որովհետև դուք ուժեղ եք, նույնիսկ երբ այդպես չեք զգում։
Հետող ծափահարությունները խլացուցիչ էին, ոչ միայն լրագրողներից, այլ տասնյակ կանանցից, ովքեր ներկա էին, ինստիտուտի կամավորներից, փողոցի մարդկանցից, ովքեր դիտում էին իրենց բջջային հեռախոսներով, մինչ ասուլիսը ուղիղ եթերում հեռարձակվում էր։ Եվան իջավ բեմից անմիջապես գրկվեց, Ջուլիան բացահայտորեն լացում էր, Հելենը հպարտ ժպտում էր, Կարինեն հավանության նշան էր անում, Մարինեն Միքայելին բերեց մոր գիրկը, երեխան քնել էր ամբողջ ասուլիսի ընթացքում, անտարբեր իր շուրջը կատարվող պատմական պահի նկատմամբ, Եվան համբուրեց որդու ճակատը, շնչեց երեխայի այդ յուրահատուկ հոտը, որը նրան անմիջապես հանգստացնում էր, մի օր դու կհասկանաս այս ամենը, շշնջաց նա նրան, և կիմանաս, որ քո մայրը պայքարել է, որ նա չի հանձնվել, որ նա իր կյանքի ամենավատ պահը վերածել է մի բանի, որն օգնել է հազարավոր այլ մարդկանց, հաջորդ ամիսները ինտենսիվ էին։ Վերացնունդ ինստիտուտը առաջին կիսամյակում սպասարկեց ավելի քան 500 կնոջ։ Ավերիչ պատմություններ, բայց նա հաղթահարման պատմություններ։ Կանայք, ովքեր քաջություն էին գտնում թողնելու թունավոր հարաբերությունները։ Կանայք, ովքեր սովորում էին ճանաչել մանիպուլյացիայի նշանները։ Կանայք, ովքեր վերագտնում էին իրենց ինքնագնահատականը արժեքը։ Եվան իր ժամանակը բաժանում էր Միքայելի խնամքի ինստիտուտում աշխատանքի միջ։ Դա հեշտ չէր, բայց նա ստեղծել էր աջակցության ամուր ցանց։ Մարինեն օգնում էր նրան երեխայի հետ, լիովին սիրահարված տատիկի դերին։ Հելենը տրամադրում էր էմոցիոնալ աջակցություն, երբ անհրաժեշտ էր։ Եվ ինստիտուտում նվիրված թիմը ապահովում էր, որ առաքելությունը շարունակվի նույնիսկ այն օրերին, երբ Եվան պետք է կենտրոնանար մայր լինելու վրա։ Ռուբենը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, կորպորատիվ խարդախության փողերի լվացման համար։ Մարիամը ստացավ 5 տարի։ Երկուսն էլ բախվում էին նա քաղաքացիական հայցերի, որոնք նրանց ֆինանսապես կկործանեին տասնամյակներ շարունակ։ Այն ընկերությունը, որը Ռուբենը կառուցել էր, վաճառվեց, ակտիվները բաժանվեցին պարտատերերի միջ, զգալի մասը հատկացվեց այն աշխատակիցներին փոխհատուցելու համար, ովքեր տուժել էին խարդախ սխեմաներից։ Եվան կարող էր պահել այդ գումարի մի մասը։ Տեխնիկապես նա իրավունք ուներ որպես կին, նույնիսկ ամուսնալուծության գործընթացում լինելով։ Բայց նա հրաժարվեց յուրաքանչյուր դրամից։ Ես չեմ ուզում ոչինչ, որը գալիս է ստերից գողություններից, բացատրեց նա փաստաբաններին։ Ես ունեմ իմ սեփական ռեսուրսները իմ ընտանիքի միջոցով, այն ազնիվ աշխատանքի միջոցով, որը ես կառուցում եմ։ Ես նախընտրում եմ հանգիստ քնել, իմանալով, որ իմ փողը մաքուր է։ Ամուսնալուծությունն ավարտվեց հունիսի անձրոտ օրը։ Եվան ստորագրեց թղթերը առանց արցունքների, առանց զղջման։ Նա ավարտում էր մի գլուխ, մեկ այլ սկսելու համար։ Ռուբենը հրաժարվել էր Միքայելի խնամակալությունից, ճանաչելով, որ հայր լինելու պայմաններ չուներ։ Եվան մի պահ խղճաց որդուն, առանց հոր մեծանալու համար։ Բայց հետո հիշեց, որ բացակա հայրը ավելի լավ է, քան թունավոր հայրը։ Միքայելը կունենար տատիկ, կունենար հորեղբայրներ, իր ընկերների միջոցով, կունենար լավ տղամարդկանց օրինակներ, ովքեր ի վերջո կհայտնվեին իր կյանքում։ Նա կունենար սեր, դա էր իրականում կարորը։ Վերացնունդ ինստիտուտի բացումից 1 տարի անց Եվան կիրակի կեսօրին սանի լողափին էր։ Միքայելը, այժմ 15 ամսական, սողում էր թաց ավազի վրա, ծիծաղելով եկող գնացող ալիքներից։ Մարինեն կողքին էր, ավազե ամրոց կառուցելով թոռան հետ, նրա մազերն այժմ լիովին սպիտակ էին, բայց աչքերը դեռ փայլում էին կենսունակությամբ։ Հելենը իր դուստրերին տարել էր Միքայելի հետ խաղալու, երեխաները վազվզում էին լողափով, այն անսահման էներգիայով, որը միայն փոքրիկներն ունեն։ Արը սկսում էր մայր մտնել, երկինքը նարնջագույն վարդագույն երանգներով ներկելով, Եվան իրեն թույլ տվեց մի պահ լռություն, երախտագիտություն, խաղաղություն։ Նա մտածում էր, թե որքան էր փոխվել այդքան կարճ ժամանակում։ Այն կինը, ով նվաստացվել էր հյուրանոցի այդ սրահում, կարծես ուրիշ կյանքի, ուրիշ մարդու էր պատկանում։ Այդ Եվան փխրուն էր, կոտրված, կորած։ Այս Եվան ուժեղ էր, ամբողջական, գտնված։ Ոչ թե այն պատճառով, որ ցավը լիովին անհետացել էր, այլ այն պատճառով, որ նա սովորել էր այդ ցավը այլ կերպ տանել, այն վերածելով իրենից ավելի մեծ բանի։ Վերացնունդ ինստիտուտը ընդլայնվել էր։ Այժմ ուներ 3 գրասենյակ երանում պլաններ, այլ մայրաքաղաքներում ստորաբաժանումներ բացելու համար։ Հազարավոր կանանց արդեն օգնել էին։ Հարյուրավորները քաջություն էին գտել բացահայտելու իրենց բռնարարներին։ Տասնյակները լիովին վերակառուցել էին իրենց կյանքը։ Եվ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ հանրայնորեն նվաստացված հղի կինը որոշել էր այլս զոհ չլինել։
Միքայելը սկսեց լացել, հոգնած լողափից քաղցած, Եվան նրան գրկեց, մաքրեց ավազը նրա փխրուն ձեռքերից, համբուրեց նրա աղի դեմքը, «Եկ տուն, իմ սեր», շշնջաց նա, և մինչ նա քայլում էր ավազի վրայով, որդին գրկին, մայրը կողքին, արը մայր էր մտնում նրանց ետում, Եվան ժպտաց, մի անկեղծ, խորը, իսկական ժպիտ, որովհետ նա վերջապես հասկացել էր մի հիմնարար բան. իսկական ուժը գալիս է ոչ թե երբեք չընկնելուց, այլ ամեն անգամ վեր կենալուց, երբ կյանքը քեզ գցում է։ Գալիս է սպիները իմաստության, ցավը նպատակի, ողբերգությունը հաղթանակի վերածելուց։ Գալիս է ամեն օր ընտրելուց, լինել ավելի մեծ, քան քո հանգամանքները, ավելի ուժեղ, քան քո տառապանքը, ավելի քաջ, քան քո վախը։ Մարինեն նայեց դստեր վրա, տեսավ ոչ միայն այն կնոջը, ով նա դարձել էր, այլ այն կնոջը, ով միշտ այնտեղ էր եղել, սպասելով, որ իրեն հայտնաբերեն։ Հպարտ եմ քեզանով, մեղմորեն ասաց նա։ Եվան սեղմեց մոր ձեռքը, ալիքները թրջում էին նրա ոտաբոբիկ ոտքերը։ Շնորհակալություն, որ չհանձնվեցիր ինձանից։ Որ վերադարձար, երբ ամենից շատ կարիք ունեի։ Որ հիշեցրեցիր ինձ, թե ով էի ես միշտ։ Դու միշտ գիտեիր, թե ով ես, պատասխանեց Մարինեն։ Պարզապես մոռացել էիր մի որոշ ժամանակով։ Բայց հիմա վերադարձել ես։ Եվ գեղեցիկ է տեսնելը։ Մինչ նրանք վերադառնում էին տուն, Միքայելը քնած Եվայի գրկին, երկինքը պայթեց կարմիրի ոսկեգույնի վերջին երանգներով։ Դա մեկ օրվա ավարտն էր, բայց բազմաթիվ այլ օրերի սկիզբը։ Ինստիտուտում աշխատանքի օրեր, վերակառուցվող կյանքեր, իրենց ձայնը գտնող կանայք։ Միքայելի մեծանալու, իր առաջին քայլերն անելու, իր առաջին բառերն ասելու օրեր։ Ընկերուհիների հետ ծիծաղելու, հիշողություններ կառուցելու, լիարժեք ապրելու օրեր։ Եվան Ալբանդյանի պատմությունը չավարտվեց հեքիաթային երջանիկ ավարտով։ Այն ավարտվեց ավելի լավ բանով, ճշմարտությամբ, արդարությամբ, նպատակով։ Այն վստահությամբ, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ լույսի հնարավորություն կա։ Որ նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, միշտ ճանապարհ կա վերակառուցման համար։ Որ ցավը կարող է վերածվել գեղեցիկ բանի, մի բանի, որն օգնում է ուրիշներին գտնել իրենց սեփական ճանապարհը։ Եվ մինչ աստղերը սկսեցին հայտնվել մտնեցված երկնքում, Եվան լուր խոստում տվեց։ Իրեն, իր որդուն, բոլոր այն կանանց, ովքեր դեռ պայքարում էին իրենց սեփական մարտերը։ Խոստում, որ կշարունակի պայքարել, կշարունակի կառուցել, կշարունակի լինել կենդանի ապացույց, որ հնարավոր է վերածնվել մոխիրներից, զրոյից վերակառուցել, ուժ գտնել այնտեղ, որտեղ նախկինում միայն թուլություն էր։ Որովհետև ճշմարտությունը միշտ չէ, որ փրկում է, բայց այն ազատագրում է։ Եվ այսօր, վաղը բոլոր գալիք օրերին Եվան ազատ կլիներ։ Իսկապես, լիովին, փառավորապես ազատ։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Եվան Ալբանդյանի, Մարինեի, Ջուլիայի, Կարինեի այս ճամփորդության մեջ հայտնված բոլոր քաջ կանանց պատմությունը խորապես դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվել եք հաղթահարման, քաջության վերացննդի այս պատմությունից, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Որ պահը ստիպեց ձեզ լացել։ Որ նախադասությունը մնաց ձեր հիշողության մեջ։ Դուք ճանաչում եք մեկին, ով պետք է լսի հույսի այս ուղերձը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ հնարավոր է վերակառուցվել փոթորկից հետո, որոնք ապացուցում են, որ ուժը մեր յուրաքանչյուրիս ներսում է, սպասելով, որ իրեն հայտնաբերեն։ Եվ հիշեք, եթե դուք կամ ձեր ճանաչած մեկը նմանատիպ իրավիճակում է, օգնություն փնտրեք։ Դուք մենակ չեք։ Դուք արժանի եք երջանիկ լինելու։ Դուք արժանի եք ազատ լինելու։ Մենք ձեզ սպասում ենք հաջորդ դրվագում, մեկ պատմությունով, որը կշարժի ձեր հույզերը, կստիպի ձեզ մտածել կյանքի, սիրո նորից սկսելու քաջության մասին։